Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ նրանց, ովքեր այս լայվի ընթացքում կմիանան ինձ, կլսեն, նաև շնորհակալություն նրանց, ովքեր ավելի ուշ կամ հետագային այս լայվը ուրեմն կհետևեն այս լայվին։ Նախ մի խնդրանք ունեմ, խնդրանքն նա որքան հնարավոր այս լայվը տարածեք։ Դա հիմնականում այն պատճառով չի, որ ես եմ լայվ գնում կամ ինձ համար այդպես ասած ինչ-որ Աստված մի արած է, այդպես ռոպագանդ անելու խնդիր չկա, նույնիսկ կարող եք առանց հղումների տարածել, որից է խնդիր չկա։ Միայն նպատակը խոսքը տեղ հասցնելն է եւ հնարավորինս ավելի մեծ լսարան ձեռք բերելն է եւ վերջին շրջանում տարածվող ստերի մասին, խեղաթյուրումների մասին, սխալ մտքերի մասին, որոնք հնչեցվում են դժբախտաբար մեծ լսարանների միջոցով տարածվում են եւ դառնում են հանրության սեփականությունը եւ փորձում են ապակողնորոշել ժողովրդին, դրանց դեմ դուրս գալու եւ ժողովրդին ընդրության հիմնականում ընտրության հնարավորություն տալն է, որպեսզի ժողովուրդը նաև ունենա այդ ձայն լսելու հնարավորություն եւ ինքը կարողանա որոշի ով է ընթացքում ճիշտ ասում, ով է սխալ ասում եւ կարողանա ինքը իր սեփական ուղեղով դատել։ Մինչև բուն լայվին անցնելը հիմնականում ուզում էի Նիկոլ Աննա Զույգի անունից շնորհակալություն հայտնել նախ Նարեկ եւ Էդգար Զույգին այս կեղծ օրակարգի համար, որ իրենք կարողացել են գեներացնել հասարակության մեջ, նաև այն մարդկանց պատգամավորների, ովքեր վերջին շրջանում կծվելով Էդգարին եւ Նարեկին տարբեր լրատվամիջոցների յուր են գնում, փորձում են նույն գաղափարները, որ նրանք արտահայտել են այլ կերպ ներկայացնել, եւ իրենք էլ իրենց հերթին նույն միտքն են գեներացնում, նրանց հետ շնորհակալություն հայտնել Աննա եւ Նիկոլ Զույգի կողմից, նաև այն լրատվամիջոցներին, որոնք հսկայական լսարանով ապահովում են այս մարդկանց, նրանց էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել Աննա եւ Նիկոլ Զույգի կողմից, քանի որ այն պահը, որ ես հիմա պիտի այս լայվի ընթացքում փաստաթղթեր ներկայացնեի, խոսեի Աննա Նիկոլ Զույգի կոռուպցիայի մասին, հակափաստարկներ ներկայացնեի Նիկոլի այն անցած չորեքշաբթի օրվա այդ հիստերիայի հետ կապված իրական փաստերով խոսեինք, թե որտեղ այս մարդկանց իրական կոռուպցիայի սեխաման, ինչպես են սրանք այդ իմ քայլը հիմնադրամի գումարները բերում այստեղ, բերում Հայաստան, դրանք ինչպես են բարեգործական նպատակներով հավաքված գումարները ծախսում օրինակի համար քարոզչական, ընտրական քարոզչական նպատակներով, ինչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում արգելված թեմա է եւ հանցանք է համարվում։ Պիտի խոսեի այն մասին, որ օրինակի համար հարց ուղենք բոլորս միասին Աննա Նիկոլ Զույգին, որ այս շոուն որ կազմակերպում են, օրինակ ամեն մեկ շոուի համար Աննա Հակոբյանը որպես մոդերատոր կամ Նիկոլը որպես բանախոս որքան դոլարով գումարներ են իմ քայլը հիմնադրամից հանում մուծում իրենց հաշիվներին, իրենք ելույթ ունենային, դե մեկին պիտի հրավիրեին, վճարեին, հիմա իրենք են անում։ Այդ թեմաների մասին պիտի մենք հիմա խոսանք, բայց դժբախտաբար առիթ չկա այդ թեմաների մասին խոսալու եւ հիմնականում պիտի նստենք խոսանք Էդգար Նարեկ Զույգի այդ պատգամավորների հարցազրույցներին եւ այդ լրատվականներին արձագանքելու համար։ Հետաբար կարծում եմ այս հիմնականում ավելի մեծ շահողը եւ հիմա ամենից ուրախը այս բանավեճից Նիկոլն ու Աննան են, քանի որ գիտեն մի հատ այսպես ասած անիմաստ եւ կեղծ օրակարգ է գեներացվել, որով ընդդիմությունը կարող է դեռ երկար ժամանակ զբաղվել, իրանք էլ կարող են այդ իրենց կոռուպցիոն սխմայով իրենց աշխատանքն իրականացնել։ Հիմա կարող է որպես հակափաստարկ այդ մեր ընկերները մեզ ասեն, դա ինչ, գլուխները թեք է, գնացեք ձեր գործով զբաղվեք, ինչ գործ ունեք մեզ հետ, գնացեք այդ բացահայտումները Նիկոլի մասին արեք։ Բայց դա չի ստացվում, որտեղ եթե մենք գնում ենք Աննա ու Նիկոլով ենք զբաղվում, դուք հետո այդ բացը օգտագործում եք ելի ժողովրդին ապակողնորոշելու համար, կեղծ թեմաներ օրակարգ գեներացնելով եւ դրանով օգնում եք արդեն Նիկոլ Աննա Զույգի իշխանության երկարացմանը, ամրապնդմանը, հետեւաբար հենց այս գործը, որ մենք հիմա կատարում ենք, կարծում եմ մի կերպ նաև ուղղված է հենց այդ հանցագործ իշխանությունների դեմ պայքարին։ Ես այսօր հիմնականում պիտի խոսեմ մի շարք հարցազրույցների մասին, ստերի մասին, թեմաների մասին, որոնք վերջին օրերին են ուրեմն տարածվել, հատկապես վերջին շաբաթվա մի քանի հարցազրույցներ եմ ընտրել, 3 հարցազրույցներ, ավելի շուտ մեկ լայվ, բնականաբար լայվ Էդգար Ղազարյանին է եւ պիտի փորձեմ դրանց անդրադառնալ եւ հատկապես այդ լայվի ընթացքում շատ հետաքրքիր թեմաներ կան, որոնց անդրադառնալով, խոշորացնելով կարողանում ենք շատ հստակ, այդպես ասած, հանգել այն եզրակացության, թե այս մարդիկ ինչ նպատակ են հետապնդում։ Ես մի թեթև կփորձեմ ժամանակագրական կարգով առաջնորդվել, բայց հետադարձ կարգով, այսինքն ամենանորից կսկսեմ եւ կփորձեմ հասնել վաղեմությամբ այդպես ասած, ամենահինը, որ անցած շաբաթվա ընթացքում հարցազրույցը որ տեղի ունեցել։ Ամենավերջինը բնականաբար Էդգար Ղազարյանի ուրեմն երեկվա լայվներ, որի ընթացքում ինքը իդեպ բազմաթիվ էլի կրկին ապակողնորոշումներ ժողովրդին ստերով կերակրեց,
սխալ տեղեկություններ փոխանցեց, փորձեց սխալ հատվածային կերպով ինչ-որ փաստեր ներկայացնելով ժողովրդին ինչ-որ հարցում համոզել։ Ես հիմա փաստերով պիտի խոսեմ, թե որտեղ են ժողովրդյան ձեզ խափում եւ որտեղ իրականությունը լրիվորեն չեն ներկայացնում, կիսատ են ներկայացնում եւ փորձում են ձեզ առաջնորդել այն ուղղությամբ, որ իրենք են ցանկանում։ Ես կփորձեմ հատված-հատված, եթե հնարավոր լինի, նաև միացնել այդ լայվերը, հենց այն ձևաչափով, որ Էդգարը եւ Նարեկն են վերջի շրջանում առաջնորդվում, դուք լսեք նաև այդ մարդիկ ինչ են ասում, հետո ես կփորձեմ, այդպես ասած, պատասխանել այդ լայվերին։ Հույսով եմ, որ ձայնը լավ կլինի միացնելուց, եթե հանկարծ խնդիր ա լինում, խնդրում եմ հիշեցնեք, որպեսզի ես կարողանամ ավելի, այդպես ասած, ստուգել եւ ավելի լավ տարբերակով առաջնորդել։ Կսկսենք Էդգարի լայվից։ Երեկվա լայվի ընթացքում մոտապես 6-րդ րոպեում նման մեկ միտք արտահայտում Էդգար Ղազարյանը, լսենք։ Իսկ ազգային ժողովի լուծարման հիմքերը սահմանված են սահմանադրությամբ։ Այսինքն պետք է վարչապետը հրաժարական տա եւ ազգային ժողովը Իդեպ նախ ասեմ, որ խոսում է այն մասին, որ ընտրությունների գնալու տարբերակը արտահայտ ընտրությունների նվորն է եւ ասում մեկ տարբերակ կա ազգային ժողովի լուծարումը։ Լսենք։ Երկու անգամ վարչապետ չընտրի։ Միայն այդ դեպքում է ազգային ժողովը լուծարվում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հրաժարականի մտադրություն չունի, վախենում է, որ իր հրաժարականի Հիմա ասենք ինչու է Էդգար Ղազարյանը այս թեմային անդրադարձել, որտեղ Նիկոլ Փաշինյանը նախկին ազգային ժողովի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ իրենք արտահայտի նպատակ չունեն։ Կարծում եմ միայն Էդգարն ու Նարեկը կարող են վստահել Նիկոլ Փաշինյանի ասած խոսքին եւ հավատալ, որ ինքը եթե ասել է արտահայտի նպատակ չունեն, արտահայտի նպատակ չունեն եւ չեն գնալու։ Կարծում եմ խելացի մարդը կարող է հասկանալ, որ Նիկոլը այս պահին կարող է մի բան ասել, 1 ժամ հետո կարող է լայվ մտնել, լրիվորեն հակառակ մի բան ասել եւ դե գիտի իր մոտիտներով ինչպես այդ ամբողջը ուրեմն պատճառաբանել եւ արդարացնել։ Բայց հիմնականում խոսքն է, որ ասում է արտահայտ ընտրությունների չի կարող գնալ, եթե ընդդիմության համաձայնությունը չլինի, վստահ չլինի, որ ընդդիմությունը տեխնացու չի ներկայացնում, սահմանադրությունը այդ ասում։ Այո, իրականությունը այդպես է, սահմանադրությունը այդ ասում։ Բայց ես մի անգամ գրել եմ Էդգար Ղազարյանի կապակցությամբ, որ ինքը ընդհանրապես միայն օրենքներն է կարդում, օրենքների տողատակերը կարդալու ընդունակություն չունի, կարողություն չունի, ու նաև օրենքների բացերը չի կարողանում հասկանալ, եթե միտեղ օրենքում բաց կա չի խոսում այդ մասին, դա արդեն անծայրացի հնարավորություններ է ստեղծում։ Օրինակ, հենց ազգային ժողովի լուծարման համար այո, Նիկոլ Փաշինյանը 2 անգամ նույն տարբերակով է առաջնորդվել։ Ընդդիմության հետ համաձայնության է եկել, որ տեխնացու չեն առաջադրի, ինքը երկրաժարվել է, 2 անգամ չի ընտրվել, ըստ օրենքի ազգային ժողովը լուծարվել է։ Բայց ազգային ժողովի լուծարման համար կա տրամաբանական այլ միջոց նաև, որը Նիկոլն ունի, ընդհանրապես ընդդիմության ներկայք չունի։ Եվ դա սահմանադրությամբ գրված չի, բայց գործնականում այդտեղ է հանգեցնելու։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի միած սովորական տեքստն է, որ գիշերը կուղարկի իր թիմակիցներին, իմ քայլ խմբակցությանը եւ կասի ես գնում եմ արտահայտ ընտրությունների, վաղ առավոտյան բոլորդ մանդատները վայր եք դնում, ազգային ժողով չեք ներկայանում ոչպես մեծամասնություն։ Մեծամասնությունը որ չներկայանա ազգային ժողով, թե սահմանադրության մեջ այդ մասին որից է բան գրված չի, ազգային ժողովի կանոնակարգը դրա մասին լռում է, բայց քանի որ լռում է, տրամաբանորեն ազգային ժողով գոյություն չունի, կամ հենց օրենքի ուժով կլուծարվի ազգային ժողովը, կամ խնդիրը կհղվի սահմանադրական դատարան, դա արդեն սահմանադրական դատարանն էլ Էդգար Ղազարյանը գիտի ինչ որոշում է տալու այդ մասին։ Հետևաբար այն միֆը, որ մինչև ընդդիմությունը չհամաձայնի արտահայտ ընտրություններ չի կարող լինել, դա բացարձակ սուտ է եւ սխալ է։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած ժամանակ մեզ կարող է մտցնել արտահայտ խորհրդանական ընտրությունների մեջ։ Իդեպ հենց վաղ առավոտյան, այսինքն այս գիշեր թեքստ կանի, վաղ առավոտյան բոլոր պատգամավորները մանդատները վայր կդնեն, դուրս կգան ազգային ժողովից, մեծամասնությունը չի գնա, ազգային ժողով չի գումարվի եւ երկիրը չի կարող ազգային ժողով չունենալ, հետեւաբար կլուծարվի եւ մենք ունենանք արտահայտ խորհրդանական ընտրություններ։ Սա առաջին թեման է, որ շատ հաճախ է այս մասին խոսվում, ուզում եմ մեկ անգամ խոսել եմ սրա մասին, ասեցի մեկ անգամ էլ խոսեմ, որպեսզի ձեզ համար պարզ դառնա, թե իրականության մեջ ինչ է անցնում դառնում։ Երկրորդ թեման, որ շատ ավելի հետաքրքիր է եւ ես կուզեմ դրա վրա ավելի շատ կենտրոնանալ, Էդգար Ղազարյանը երեկվա արտադրության մեջ նման հավակնություն կատարեց իր լայվում, որ իրենց այդ նախաձեռնությունը իր եւ Նարեկի բուրըն ընդառաջման է արժանացել ժողովրդի կողմից, այսպես ժողովուրդը հալումաշ է լինում, վարկյանը հաշվում, թե երբ այդ իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացվելու ազգային ժողովում, Նիկոլն էլ հաջորդ առավոտյան իշխանազրկվելու է եւ իրենք էլ տոնելու են այդ իշխանազրկումը։ Եվ որպես ապացույց ինչ է ներկայացնում, ուրեմն անցած շաբաթ, դե չես խանում մայիսի 5-ին էր, թե 4-ին թե 5-ին, գելա փաստատության տարածած մեկ սոց հարցումն է ինքը հղում կատարում,
եւ հետեւյալ արտահայտությունն անում։ Լսենք, ես հետո խոսեմ այս մասին։ Ուրեմն 36-րդ րոպեում է, եթե չեմ սխալվում։ Սա անվստահության գործընթացի վերաբերյալ ինչ վերաբերմունք ունեք։ Հավաքական մոտ 37% հարցվածների դրական վերաբերմունքը արտահայտել։ Հասկանում եք, 10 օրում հարցումը լարել են մի քանի օրում, արդյունքները հրապարակել են 5 շաբաթ, այսինքն 5 օրվա աշխատանքը 5 օրվա հասարակության Ուրեմն ինքն ասում է, որ Գելափը հասազրույցը սոցհարցում անցկացրել եւ իրենց նախաձեռնությունը իմպիչմենտի ժողովրդի 37% էսպայի դրությամբ գոհ է։ Բայց իրականության մեջ Գելափի սոցհարցում ինչ է եղել։ Իհարկե, մասամբ ճիշտ է ասում Էդգար Ղազարյանը, բայց կիսատ է ներկայացնում, որտեղ Գելափի այդ սոցհարցումը մեկ այլ ուրիշ բաժին էլ ունի։ Հիմա այդ բաժինը դուք լսեք, իրականության մեջ ինչ է եղել սոցհարցումը եւ քանի բաժիններից է բաղկացած եղել։ Սա Ուրեմն, եթե սխալվում հուսով անուն Արամ Գելափի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքն է, հուսով անուն ճիշտ ասած դինը։ Ձեզ որն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը։ Մի քանի պատասխանի հնարավորություն։ Հարցումը եղել է Նիկոլ Փաշինյանի արդյունավետ հեռացման ճանապարհը որն է։ Ժողովրդին հարց են տվել, որ ձեր կարծիքով որն է Նիկոլին հեռացման արդյունավետ ճանապարհը։ Լսենք ժողովրդի տված պատասխանները։ Կա 36.4% նշել է արտահայտ ընկերությունների միջոցով 36.4% ասել է արտահերտ ընտրությունների միջոցով, ուշադիր եղեք։ Հրաժարական նրա կողմից 29.8%, նշել փողոցային ճնշում։ Հրաժարականին կողմ է եղել 29.8%, այսինքն ժողովրդի հիմնական բաժին հավատացած է եղել արտահերտ ընտրություններին, երկրորդ բաժին հավատացած է եղել հրաժարականին 29%, մոտապես 30%, 29.8%, 10.1%, փողոցային պայքարին կողմ է եղել 10% մոտավորապես, impeachment 5% նշել։ Impeachment-ին ընդհանրապես հավատում է միայն 9% հասարակությանը։ Սա Գելափի կատարած հացոցարցումն է, նույն հացոցարցումը, որի երկրորդ բաժնին իհարկե ուրեմն Էդգար Ղազարյանը հղում է կատարում։ Այս բաժինը ինքը լայվի ընթացքում չի խոսում այն մասին, որ ժողովրդի կողմից ներկայացված արդյունավետ Նիկոլի հեռացման արդյունավետ միջոցների մեջ առաջին տեղում շարունակում է մնալ ընտրությունները հենց շուրջ 37%-ով, երկրորդ տեղում հրաժարականն է 30%-ով, երրորդ տեղում փողոցային պայքարն է շուրջ 10%-ով, նոր 4-րդ տեղում impeachment-ն է մոտավորապես 9%-ով։ Հետո երկրորդ հարցում ինչ է եղել, որի արդյունքին հղում է կատարում Էդգար Ղազարյանը։ Իհարկե, հիմա գլսեք 16.9%, այսինքն 17%-ն ընդհանրապես որից է միջոցի մասին կարծիք չի այդնել։ Այլ միջոց։ Եվ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա, նշել է 16.9%։ Այլ տարբերակները 3.1%-ն են եւ դժվարացել է այս հարցին պատասխանել 7.6%։ Եվ քաղաքական եւ հասարակական գործիչներ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը նախատեսում են սկսել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Ինչպես է գնահատում այդ գործընթացը։ Լիովին դրական նշել է 21%, 17% նշել է ավելի շուտ դրական եւ ավելի շուտ բացասական նշել է 14.2% եւ 30% նշել է ընդհանրապես բացասական։ Դժվարացել է։ Հիմա ինչ է լինում արդյունքը։ Ուրեմն երկրորդ հարցում են անցածել եւ ավանաբար հենց Նարեկի եւ Էդգարի պատվերով է եղել այդ երկրորդ բաժինը, որը ժողովուրդը ինչ կարծիք ունի Նարեկի եւ Էդգարի այդ նախաձեռնության կապակցությամբ։ Այսինքն ժողովրդին այդ նախկին ընտրությունները չեն թողել եւ կանգնեցել են երկու ընտրության դիմաց։ Ասեք լավ է Նարեկի նախաձեռնությունը թե բացասական է եղել։ Ինչ է եղել արդյունքը։ 21%-ը ասել է, որ լիարժեք իրատեսական է։ 17%-ը ասել է, որ ավելի շուտ իրական, մոտավորապես 16%։ Այս երկուսը, որ գումարում ենք, հասնում ենք Էդգարի ասած հենց 37%-ին իրականության մեջ։ Լավ, բայց հակառակ ինչ է եղել։ Մյուս կողմում ինչ է եղել։ Ժողովրդի 14%-ը հավատացած է բացասական է, 30%-ն էլ հավատացած է, որ ընդհանրապես բացասական է։ Այսինքն 44%-ը բացասական է համարում այս գործընթացը։ Էսա երբ ես ասում եմ թեման մանիպուլացնում են Նիկոլի նման, կիսատ են ձեզ ներկայացնում։ Հենց այստեղ արդեն երկու մանիպուլյացիա է տեղի ունեցել։ Հենց նույն այն սոցհարցումը, որ ինքը ներկայացել է դրական արդյունքները, որ 37% է եղել, ներկայացել է,
որ բացասականը, որ մոտավորապես եղել է 44%, չի ներկայացրել ձեզ իր լայվի ընթացքում։ Ժողովրդին բացարձակապես խաբել են։ Ու նաև չեն ներկայացրել նույն սոցհարցման մեկ ուրիշ բաժինը, որտեղ հիմնականում հեռացման տարբերակների մասին են ժողովրդին հասցնում, որտեղ ընդմիջմենթը ընդհանրապես հավաքել է 9%, առաջին տեղում շեշտում եմ, դեռ շարունակում է ժողովուրդ հավատացած մնալ, որ ընտրություններով ավելի արդյունավետ է Նիկոլին հեռացնելը, հետո հրաժարականն է, հետո հրաժարականն է, փողոցային պայքարն է եւ իմպիչմենտը։ Կարծում եմ այսքանից արդեն դուք կարող եք կռահել այս մարդկանց գործելավոճը ոնց է եւ հանրային աջակցություն այս մարդկանց նկատմամբ ինչպես է եւ ինչպես են այս մարդիկ թեմաները կիսատ ներկայացնելով ձեզ ապա կողմնորոշում։ Իդեպ շատ հետաքրքիր էր, ես Էդգարին կխնդրեմ այս սոցհարցումը տանի դնի Նարեկի սեղանին, քանի որ Նարեկ Մարյանը վերջի շրջանում շատ է ասում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը որտեղ է, Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի։ Իդեպ ինձ այդ հեռախոսազրույցի ժամանակ մի քիչ էլ այսպես կոշտ ոճով Էդգար պնդում է, որ Քոչարյանը ձայն չունի, ընտրությունների մասնակցին 1-2% էլ ավել չի հավաքի։ Հիմա ինքը նույն գելապին է հղում կատարում իրենց խոսք ապացուցելու համար, որտեղ Ռոբերտ Քոչարյանը այս պահին Նիկոլ Փաշինյանից հետո ուրեմն երկրորդ տեղում է գտնվում շուրջ 6%-ով եւ Նիկոլի Բարկանի հետը Ռոբերտ Քոչարյանը 2-ից 3% գոնե վերջին շրջանում աճ է արձանագրել։ Հիմա եթե նույն ոճով առաջնորդվեին, մի հատ սոցհարցում անցկացնեին, որ ժողովուրդ ջան, դուք ունեք երկու ընտրություն Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, այդ թեմայով սոցհարցում կատարեր գելապը։ Իմ համար շատ հետաքրքիր կլիներ, թե դրա արդյունքը ինչ կլիներ, այսինքն ժողովուրդ այլ տարբերակներ չունենար, իմանալ Նիկոլից ձերբազատվելու միակ հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը, հետո տեսենք արդյունքները ինչ կլիներ, այնպես որ իրենք են սիրում ուրեմն առաջնորդվել եւ անել։ Մի հատ էլ Էդգարի այս հարցազրույցի հատվածին էլ անդրադառնամ, քանի որ այս թեման նաև մյուս հարցազրույցների մեջ էլ կա, ես կարծում եմ հետո կանդրադառնամ այս թեմային։ Բայց Նարեկի ուրեմն Էդգարի այս լայվի կապակցությամբ ես մի թեմա էլ ասեմ եւ ընդհանրապես Էդգարի լայվերի թեման փակեմ, ասեմ մյուս հարցազրույցներին, քանի որ այնտեղ էլ շատ լուրջ եւ հետաքրքիր ուրեմն թեմաներ կան խոսելու համար։ Ուրեմն հետաքրքիր կերպով ես նայում էի անցած շաբաթվա, անցած ես սովորություն եմ ընդհանրապես նայում եմ, որ անցած տարի նույն օրը ինչպեսի գրառումներ ա եղել, ինչպեսի իրադարձություններ ա եղել, ես ինչպես եմ արձագանքել, ու շատ հետաքրքիր կերպով հանկարծ գրել էի Facebook-ում էլ, հանդիպեցի անցած տարվա մայիսի 7-ին, այսինքն Սրբազան շարժման նախաշեմին, երբ դեռ ժողովուրդը չէր եկել հասել հրապարակ, նոր Բագրատ Սրբազանը կարծեմ սկսել էր քայլել, թե գուցե դեռ սկսել քայլել մայիսի 7-ին Էդգար Ղազարյանի լայվը, որտեղ ինքը հետաքրքիր թեմաների մասն է խոսում, նույն մոտավորապես բաները, որ հիմա ասում է, այն ժամանակ էլ էր ասում, այն ժամանակ էլ է ժողովրդի ընդդիմությանը մեղադրում, շատ հետաքրքիր է, որ ինքը դեռ մայիսի 7-ին որտեղից գիտեր, որ Բագրատ Սրբազանը գալու է, իմպիչմենտ է գեներացվելու, հաջողություն չի ունենալու, որ նախապես իրեն դատավոր կարգած արդեն իսկ ընդդիմությանը մեղադրանքներ էր հղում այդ կապակցությամբ։ Բայց մի հետաքրքիր մի բան է այդտեղ կատարվում, երեք հիմնական սխալ բաներ այդտեղ տարածել, դեռ անցած տարվանից է այդ սխալ բաները Էդգարը տարածում։ Մեկ այդ անցած տարվա լայվի ընթացքում ես մի շատ հետաքրքիր ուրեմն գյուտ կատարեցի, որ ինքը ժողովրդին սխալ տեղեկություն փոխանցելով ասում է, որ Նիկոլը պատրաստվում է հանրաքվեի եւ ընտրությունների երկուսը նույն օրն է անցկացնելու։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով հնարավոր չի հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել։ Այդ լայվի ընթացքում ոչ մի բացատրություն չի ներկայացնում Էդգարը եւ այնպեսի միտք է գեներացնում ժողովրդի մոտ, տեսա ժողովուրդ Նիկոլը գնալու ընտրությունների, հանրաքվեն էլ համանadrությանը բերելու է դնելու նույն օրը եւ ձայնաշայելու։ Թե հետո իր միտքը ստուգել է, չի ստուգել, ես չգիտեմ, չեմ հետևել իր ամբողջ լայվերին, ժամ էլ չունեմ, բայց այն որ այդ լայվի ժամանակ որ բավական մեծ լսարան էր կարողացել է հավաքել ժողովրդին սուտ է տարածել, կարծում եմ հետաքրքիր երևույթ է լինում։ Այդ լայվի ընթացքում ինքը խոսում է ընդդիմության մանդատների մասին։ Եթե հետևած լինեք վերջի շրջանի լայվերին, հաճախ խոսում այն մասին, որ պահել եք մանդատները, ինչ արեք, մանդատները վայր դնեք, դուրս գայեք օգոստոսից հետո, ես ինչ գիտեմ, խորհրդարան ոչ մի բան էլ չէր պատահի, խորհրդարան ձևավորված էր, իդեպ ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ եթե չեմ սխալվում նույն միտք արտահայտեց, որ հա խորհրդարանը մեկ անգամ ձևավորվեց, էլ ոչինչ չէին կարող անել, մանդատները դնեիք, դուրս գային, բայց հետաքրքիր կերպով անցած տարի ինքը լրիվորեն 100%-ով հակառակ կարծիքն է ունեցել։ Ասել է, որ ինքը դեմ է, որ մանդատները դնեն դուրս գան, լավ է, որ մանդատները պահեն, հայտնի չի մանդատները դնելուց հետո ինչ կկատարվի։ Ես միայն սրանք շեշտում եմ, որպեսզի դուք այս մարդկանց սկզբունքայնությունը որ տեսնեք, որ 1 տարի առաջ լրիվորեն ասվել էր, որ վստահ չի մանդատները վայր դնելուց հետո ինչ կպատահի, մանդատները չպետք է վայր դնեն, իսկ հիմա եթերների ժամանակ գնում է եւ հաճախ խոսում այն մասին, որ պետք է մանդատները վայր դնեն, պետք է չի, եթե ոչ են օգտվում եւ դուրս կան ոչ մի բան էլ չի պատահի դրանից։
ես քանի որ ուզում եմ Էդգարի եւ Նարեկի խնդիրները այստեղ փակեմ եւ ասնեմ մյուսներին, այս մեկ թեման էլի ձերանքով ասեմ եւ հետո գնամ առաջ։ Գնայք քիչ աչոված լայվը մտերիմ աստվածվում, որպես զրույցի տեսք ենք ունենում։ Ես հետևեցի, դեսացած չեմ նայում, բայց ինձ համար ուղարկեցին մի հատ աղջիկ կա հիստերիկ, Աննա Աբրամյան անունով, բոլորիդ արդեն ճանոթ է։ Հաճախ երբեմն շարժումների ժամանակ հայտնվում է Երևանում, վեր աթռնում, հիստերիկ շարժումներ է գործադրում, բայց հետա գնում արդեն իր դիրքորոշումները ծանոթ են, դե մշո աղջիկ անունով ծանոթ են։ Շատ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը անցած չորեքշաբթի օրը ազգային ժողովում բոլորս էլ նկատեցինք շատ հստակ կերպով թիրախավորեց Արցախի ազգային հերոս Սեյրան Օհանյանին, նրան մեղադրեց կոռուպցիայի մեջ, ամենավատ եւ վարկաբեկող արտահայտությունները թույլ տվեց եւ մինչեւ այսօր դեռ ներողություն չի խնդրել դրա համար։ Ու իմ համար հետաքրքիր ու շատ զարմանալի է, որ նույն բառապաշարով Նիկոլի բառապաշարով Արցախի հերոսների մասին, իդեպ հենց Սեյրան Օհանյանի մասին, եւ նաեւ Արցախում գերեվարված մեր հերոս նախագահների եւ մյուս հերոսների կապակցությամբ, Ադրբեջանում գերեվարված Արցախի հերոսների կապակցությամբ երկու մարդեր են խոսում։ Մեկը Դոգը, որին արդեն բարեբախտաբար ձայնը լռել է եւ այլևս չկա, հույսով էլ այլևս չի լինելու, եւ նրան փոխարինել է հիմա մշո աղջիկը, այդ Աննա Աբրամյան։ Մտեք իր, չեմ ուզում ասեմ մտեք, բայց եթե հետևեք, կտեսնեք, որ նույն բառապաշարով ինչ Նիկոլն է խոսում Սեյրան Օհանյանի եւ մյուսների մասին, հիմա սկսել են այս մարդիկ թիրախավորել Սեյրան Օհանյանին։ Որտեղից է ֆինանսավորվում Աննա Աբրամյանը, կարծում եմ բոլորս գիտենք, շատ ակնհայտ է, բայց ինձ համար ավելի հետաքրքիր է այն, որ Աննա Աբրամյանի էջի մեջ ակտիվ ներկայություն ունի նաեւ Նարեկ Մալյանը։ Իմ համար հիմա շատ հստակ հարց է, որ հարգելի Նարեկ Մալյան, կիսում ես արդյոք այդ աղջկա տեսակետները Սեյրան Օհանյանի մասին, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի մասին, մյուս հերոսների մասին, այն հայտարարությունները, որ նրա տելեգրամյան ալիքում կամ մյուս լայվերի ընթացքում հնչեցվում է եւ ինքնագրում կամ թույլ է տալիս, որպեսզի գրվեն Արցախի հերոսների կապակցությամբ։ Եթե չես արձագանքում եւ շարունակում ես կապերը նրա հետ շարունակել եւ օգտվել նաեւ նրա լսարանից, ես կասեմ, որ երկուսդ նույն աղբյուրից եք ֆինանսավորում դժբախտաբար, եւ թեև տարբեր դեպքերով, բայց նույն թեզն եք առաջնորդում Նիկոլի հետ միասին այս պահին թիրախավորում եք Արցախի հերոսներին։ Ինչու եք թիրախավորում, որովհետեւ այդտեղ Հայաստան դաշինքն է, մտածում եք ձեր կարճ խելքով, որ Սեյրան Օհանյանին թիրախավորեք որպես խմբակցության ղեկավար, թիրախավորում եք նաեւ Հայաստան դաշինքին եւ այդպիսով թիրախավորում եք Արցախի հերոսներին։ Շատ կուզեմ, անկեղծ եմ ասում, Նարեկ Մալյանի արձագանք այս մասին լսել։ Կիսում է արդյոք թե չի կիսում։ Եթե կիսում է, ես հարց չունեմ, արդեն գիտենք ով որտեղ է կանգնած, իսկ թե չի կիսում, շատ հստակ կերպով ես իր արձագանքն եմ ուզում սպասել եւ իր վերբուքը այս աղջկա կայքի կապակցությամբ եւ այն հարաբերությանը, որ ինքը այս աղջկա հետ ունի, այդ աղջիկն է իր լայվերը կիսում, ինքն է այդ աղջկա լայվերով կիսվում։ Ամեն դեպքում, ուզում եի սա այսեղ մատնանշել, կարծում եմ, որ կարևոր թեմա է, որը կարևոր են առումով, որ շատ բաներ է բացահայտում այս ընթացքում, ասենք կուլիսներում ինչեր է տեղի ունենում եւ ինչ իրադարձ, ովքեր են կանգնած հիմնականում այս ամեն ինչի ուրեմն թիկունքում։ Գնանք առաջ, եթե համաձայնին եք։ Երեք շա անցած, կարծեմ 3 էր, այո, Հայկ Մամիջանյանը մի հատ հարցազրույց ատվեց, շուրջ 1 ժամ ու 15 րոպե, ուրեմն պատիվ ունեմ խմբակցությամբ, եթե չեմ սխալվում ղեկավարը, եւ մի շարք թեմաների մասնախոս է, որ իմ կարծիքով իսկապես ցավալի է, ես չէի ուզի պարոն Մամիջանյան նման թեմաների անդրադառնալ, եւ ես շատ չեմ խորանա առայժմ այդ թեմաների մասին, բայց մի շատ հետաքրքիր թեմա կա, որ նույն այդ մանիպուլյացիաները, որ տեղի են ունենում Էդգարի միջոցով, Դոգի միջոցով, Նիկոլի միջոցով, ուրիշ կերպով տապոկ սրտի այդ եթերում է տեղի ունենում եւ հարգելի հաղորդավարի կողմից։ 32 րոպե չեմ ուզում միացնել, անկեղծ եմ ասում, ունեմ այստեղ պատրաստ բաներ են, բայց չեմ միացնի, քանի որ չեմ ուզում տարածեմ դա։ Պատգամավորների թոշակի հարցն են առաջ քաշում, ես գիտեմ ինչ որ կեղծ օրակարգ են ձևավորում, որ իբր պատգամավորները թոշակի հետևից են, աշխատավարձի հետևից են, իբր թոշակի մասին են խոսում, ուզում են որ այս ազգային ժողովը մնա մինչև իր վերջին պահ աշխատի, որպեսզի կարողանան լիարժեք թոշակներ ունենան, եւ հետո չարախնդալով այդ թեմայի մասին խոսում են։ Գիտեք, նույն այդ թեմայի մասին խոսում են ընդդիմության մեկ ուրիշ հատված, ինձ համար շատ զարմանալի է, որ այդ թեմային անդրադառնում է մարդ, ով ինքը այսօր այդ ազգային ժողովում նստած է եւ չի արձագանքում եւ չի կանխում այդ։ Եվ ես ընդհանրապես չգիտեմ մարդկանց աշխատավարձը ինչ կապ կարող ունենալ իմպիչմենտի ուրեմն թեմայի հետ։ Ընդհանրապես իմպիչմենտի թեման այն թեման է, որ այս մարդկանց կապահովեր այդ աշխատավարձով, որտեղ կերաշխավորեր, որ այս ազգային ժողովը մնա մինչև վերջ աշխատի, իրենք էլ իրենց լրիվ թոշակին հասնեն, այսինքն եթե ճիշտ են խոսում այդ մարդիկ, հիմնականում ազգային ժողովի
պատգամավորները պիտի հետևեին իմպիչմենտին, որպեսզի Նիկոլին փոխեն, բայց ազգային ժողովը մնա։ Բայց գործնականում այլ գորակարգ է առաջ գնում, եթե օրինակ արտահայտ ընտրություններ լինի, ինչ որ նախագահ Քոչարյանն ասեց իրեն կմասնակցեն, այդ թոշակների հարցն էլ բնականաբար չի լինելու եւ ավելի իրենց վնասին է լինելու։ Հետաբար ես զարմանամ, որ այս մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում ինչ են արտահայտում, բայց դե երբ թոշակ բառն է գալիս, աշխատավարձ բառն է գալիս, միլիոն բառն է գալիս, հասարակության մի ստվար խավ սկսում է դրա կապակցությամբ զգայնանալ, դառնալ, առանց մտածելու, առանց խորքը թափանցելու, թե իսկապես ինչ է այդտեղ ասվում, տրվում է այդպես ասած այդ քարոզչությանը եւ սկսում է այլ կերպ մտածել։ Ես ուզում եմ ցավ հայտնել միայն նմանատիպ սև քարոզչության կապակցությամբ, որը տարվում է լրատվամիջոցների միջոցով, այսօրվա Հայաստան դաշինքին հիմնականում վարկաբեկելու համար, եւ ուզում ասեմ լավ չի, մի արեք, եւ եթե շարունակեք անել, հետո կարծում եմ լավ տեղ չեն գնալու եւ հիմնականում ավելի շատ է ձեզ համար վատ լինելու։ Այդ հարցազրույցի ժամանակ պարոն Հայկ Մամիջանյանը խոսում է այն մասին, որ խիստ իրատեսական է համարում ուրեմն իմպիչմենտը Նիկոլի հեռացման համար։ Իդեպ ինքը մի հատ հարցազրույց էլ է տվել, ես այդ հարցազրույցն էլ ուրեմն եթե համաձայնեն եք մի վարքյան բերեմ։ Նման խորագրով հարցազրույց էր տվել, որ իմպիչմենտը այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանք ոչինչ չանելն է։ Իդեպ այդ հարցազրույցի 41-րդ րոպեում ինքը նման հարց է տալիս։ Ես կարծում եմ կարողանամ դա միացնել մի վարքյան։ Հա, եկեք այդ բաժինը չլսենք։ Հարց է տալիս Եփյան ասում են ինչ անենք իմպիչմենտից բացի ինչ տարբերակ կա, ինքն ասում է որ խոսում են իմպիչմենտի մասին, ինքը ասում է լավ, բա ինչ անենք։ Ես երեք պատասխանել էի պարոն Հայկ Մամիջանյանի, որ ինչ իրենք կարող են անել, որովհետև շատ հստակ պատասխան իրենց մոտ կա։ Ես պարտավոր եմ իմ գրառումը նորից կարդալ եւ բացատրել։ Եկեք մի պահ համաձայնենք հարգելի պարոն Մամիջանյանի հետ այն հարցում, որ իմպիչմենտը այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է։ Սա խոսել են News.am-ի կայքի մեջ այս խորագիրը կար, նաև այդ հարցազրույցի ժամանակ պարոն Մամիջանյանը նման խորագիր է, ուրեմն նման թեմա է զարգացնում, որ ամենաիրատեսական միջոցն է, ուրիշ իրատեսական միջոց այս պահին չունենք, փորձենք, եթե էս էլ չանենք, բա ինչ անենք։ Հիմա իմ պատասխանը դրան։ Մենք առանց ծրագրի չենք կարող։ Ուրեմն ես հղում եմ կատարել նախագահ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության առաջնորդ եւ ղեկավար Սերժ Սարգսյանի, հարգելի պարոն Սարգսյանի, ապրիլի 24-ին ճեպազրույցում լրագրողների տված պատասխան եւ լրագրողները հարց են տալիս, որ իշխանափոխության համար ինչ ծրագիր ունեն, նախագահ Սարգսյանը հետեւյալ արտահայտությունն անում, որ բավական լայն արձագանք կտա։ Մենք առանց ծրագիր չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, թե իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակելը։ Շատ հստակ կերպով նախագահ Սարգսյանը հայտարարում է, որ իրենք ունեն իշխանափոխության ծրագիր։ Եվ դա չի հերքվել, որ խոսքը բնականաբար ուրիշ ծրագրի մասին չի, կուսակցության ծրագրի մասին չի, ես ինչ գիտեմ, հավանաբար ես ինչ տաբետ թեմաների մասին չի, Արցախ ազատագրելու մասին չի։ Շատ բարձր է, որ եթե կա ծրագիր պետք է լինի այս իշխանություններից ձերբազատվելու մասին։ Եվ հստակ ասում եմ, որ ծրագիր կա։ Իդեպ պարոն Մամիջանյանը եւ մյուսները նախկինում դեռ երկար ժամանակ առաջվանից հարցազրույցների ժամանակ միշտ էլ ասել են, որ իրենք դեռ իրենց պայքարը չեն սկսել, ունեն ծրագիր, պայքարի ծրագիր, երբ ժամը կա զանգը կհնչեցնեն, մենք դեռ սպասում ենք դրան։ Եվ հիմա այն պատասխանը եղել է հետեւյալը այդ հայտարարությանը, որ պարոն Մամիջանյանը այդտեղ կատարել է։ Մենք երեք տարբերակ ունենք այդ հայտարարությունից հետո։ Նկատի առնենք, որ պարոն Մամիջանյանն ասում է իրատեսական չի, իր ամենաիրատեսական իմպիչմենտն է, նախագահ Սարգսյանն էլ ասում է մենք ծրագիր ունենք։ Մեկ կամ նախագահ Սերժ Սարգսյանը պայի ազդեցության տակ մի բան ասել է ու ոչ մի ծրագիր էլ չկա, որտեվ եթե պարոն Մամիջանյանն ասում է իրատեսականը իմպիչմենտն է եւ հետո ասում է որ իմպիչմենտը մեզ հետ կապ չունի, մենք չենք դրա նախաձեռնողը, նշանակում է որ պետք է լինի այլ ծրագիր։ Բայց եթե պարոն Մամիջանյանն ասում է իրատեսականը իմպիչմենտն է, նշանակում է ուրիշ ծրագիր չունեն։ Այլապես այդ իրատեսականը պետք է լիներ իրենց ծրագիրը, ոչ թե իմպիչմենտը։ Շատ պարզ է, չէ՞։ Ասում է որ ամենաիրատեսականը impeachment-ն է եւ նախագահ Սարգսյանը ասել է որ ծրագիր ունեն։ Եթե ամենաիրատեսականը impeachment-ն է, ուրեմն իրենց ծրագիրի մասին ինչ խոսք կարող է լինել էսը։ Երկու, կամ պարոն Մամիջանյանն է խափում ժողովրդին ու կա ավելի իրատեսական ծրագիր, որ բնականաբար պիտի իրենց կուսակցության ու դրա նախագահի հայտարարած ծրագիր լինի։
Այս տարբերակն էլ կա, որտեղ եթե նախագահ Սարգսյանն ասել ծրագիր ունենք, բնականաբար իրենց ծրագիրը պետք է լինի իրատեսական, իրենց կուսակցությունը պետք է հակված լինի այդ ծրագրի իրատեսություն գործադրելուն, իսկ եթե իրենց ծրագիրն է իրատեսական, բա ինչու է պարոն Մամիջանյանը իմպիչմենտը համարում իրատեսական։ Ինչ կապ կա այս երկուսի մեջ։ 3. Երրորդ տարբերակ էլ կա, որ այն ծրագիրը, որ պարոն Սարգսյանն է ասում, նախագահ Սարգսյանն է ասում, եւ այն իմպիչմենտը, որ իրատեսական է համարում պարոն Մամիջանյանը, երկուսը հենց նույն ծրագիրն են։ Այսինքն նույն մշակված ծրագիրն է, որ այդ դեպքում թե պարոն Մամիջանյանն է ճիշտ ասում, եւ թե նախագահ Սարգսյանն է ճիշտ ասում, երկուսն էլ ճիշտ են այստեղ ասում։ Հետաբար բարձր է դառնում, որ այս նախագիծը հետ նույն ծրագիրն է, որը իրենք ունեցել են։ Հիմա հարց է ծագում, բա ինչու իրակայապես ասած իրատեսորեն չեք կարող գալիս ներկայացնել, ինչու եք թաքնվում, ասենք Նարեկի եւ Էդգարի թիկունքում, նրանց անվան տակ եք հայտարարություն գալիս, չեք ցանկանում քաղաքական պատասխանատվություն ընդունեք։ Իհարկե, մի 4-րդ տարբերակ էր, ես այդտեղ չէի գրել, բայց հիմա կա, որ պարոն Մամիջանյանը գուցե տեղյակ չի ընդհանրապես իրենց կուսակցությունում ինչ է անցնում դառնում, ընդհանրապես բեխաբար է, քանի որ պարոն Շարմազանով այլ բան հայտարարում, Աննա Մկրտչյան այլ բան հայտարարում, պարոն Մամիջանյանը ասում է իրատեսական է, նախագահ Սարգսյանը այդ ծրագրի մասն է խոսում, նշանակում է, որ տեղյակ չեն ինչա կատարվում, հետաբար խոսել են մասի, որ իրենց կուսակցությունը այսպես կուրա շարքեր, կադրային կուր շարքեր ունեն, մի քիչ հետո այստեղ կասկածի տակ առնում։ Ես չեմ ուզում այս թեմայի մասին խորանալ, հույսով եմ, որ արձագանքը կլինի եւ իրենք շատ հստակ կասեն, որ արդյոք իմպիչմենտը այն իրատեսական ծրագիրն է, որ պարոն Սարգսյանը հայտարարեց, թե ոչ, իսկ եթե ոչ, պարոն Սարգսյանն ունի այլ ծրագիր, հանրապետականը ունի այլ ծրագիր, Սերժ Սարգսյանն ունի այլ ծրագիր, ինչու այդ ծրագիր անիրատեսական չի, իրենց իմպիչմենտն է անիրատեսական եւ իրանք հիմա իմպիչմենտի հետևից են գնում։ Ես չխորանամ այս թեմայի մեջ, անցնեմ գնամ առաջ, չեմ ուզում շատ, այսպես ասած, խորհրդարանի պատգամավորի մասին, այսպես ասած, հայտարարություններ անել։ Մյուս հարցազրույցը որ կար, ուրեմն պարոն Էդգար Շարմազանովի հարցազրույցն էր, որը 168.9-ին է տվել, այդտեղ էլ պարոն Շարմազանովը հետարքիր մտքերը արտահայտել։ Ես ուզում եի դրան անպայման անդրադառնալ, որտեղ ժողովուրդը լսում են եւ Պետապսան միտքա ձևավորվում, ու մենք տեսեմ որտեղ է պարոն ուրեմն Շարմազանովը սխալ ասում։ Ես կմիացնեմ 20-րդ րոպեից, որտեղ հստակ արդեն այդտեղից մտքեր կան, առաջի բաժինը հայտարարությունը Ռուսաստան այցի մասին, Նիկոլ Փաշինյանի ռուս-հայկական հարաբերությունների մասին, հիմա այս պահին մեր հետաքրքրումների սահմաններում չի, բայց 20-րդ րոպեից արդեն սկսում եմ մոտավորապես խոսել իմպիչմենտի մասին։ Ինչ ասում պարոն Շարմազանովը։ Որովհետև հանրապետական կուսակցությունը այս 5 տարիների ընթացքում պատերազմից հետո ակտիվ պայքարել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ եւ սատարել է ցանկացած շարժման, որը միտված է եղել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացին։ Դա կլինի փողոցային շարժում, դա կլինի ՀՓՇ, դա կլինի դիմադրություն շարժում, դա կլինի սրբազան շարժում, հանրապետականը միշտ եղել է պայքարի կիզակետում։ Եվ մենք առանց նախապայմանների, սա շատ կարևոր է, առանց նախապայմանների, մենք երբեք Այս է իմ համար կարևոր, առանց նախապայմանների։ Պարոն Շարմազանովն ասում է, որ իրենք միշտ էլ առանց նախապայմանների ցանկացած պայքարի մասնակցել են, շարքերի կողքին են եղել։ Իհարկե, դիմադրության շարժման ժամանակ ես ահավոր բաների ականատես եմ եղել, խոսել եմ դրա մասին, հիմա չեմ ուզում խոսել, Աննա Մկրտչյանի հարցազրույցի ժամանակա դրա մասին կխոսեմ, բայց նախապայմանի մասին։ Ես ուզում եի պարոն Շարմազանովին հիշեցնել 2024 թվականի մայիսի 18-ին սրբազան շարժման ամենաթեժ պահին իր կատարած գրառումը, երբ իրենք նախապայմաններով ընդհանրապես չեն խոսել եւ առանց նախապայմանների մասնակցել են ցանկացած համախմբմանը եւ պայքարին, որ ձևավորված է եղել։ Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊՑ գունդ գրաված ոստիկանների հետ։ Եթե հիշեք, այդ ժամանակ Բագրատ Սրբազանին հաջողել էր ամենալայն համախմբում առաջացնել քաղաքական ուժերի մեջ, ամենատարբեր գաղափարներով մարդիկ, մի կողմ թողած իրենց բոլոր տարաձայնությունները եկել էին նստել էին սեղանի շուրջ, որպեսզի մասնակցեն Նիկոլի դեմ պայքարին։ Ու այդ ժամանակ հրապարակվում է պարոն Շարմազանովի հետևյալ ուրեմն գրառումը Facebook-ում, որը չափազանց մեծ արձագանք է գտնում։ Ես համախմբվելու չունեմ ժամանակի Նիկոլ Փաշինյանի արբանյակ հանդիսացողների հետ, ես համախմբվելու չունեմ Շուշին ու Ադրուտը, ես ինչ գիտեմ Սև լճի 30% հանձնման ժամանակ ծպտուն չանած ուժերի կամ գործիչների հետ, ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորող
Ներյուսեր Սարգսյանի վրա սարկած քրական գործի կարողների հետ։ Պարոն Շարմազանով, 2021 թվականին դուք ում եք դաշին կազմել, պատիվ ունեմ եւ մտել ազգային ժողով։ Այդ օրվա ազգային մարդու հետ, ով ասենք այդ թվականներին ազգային անվտանգության ծառայության պետ էր եւ թե Մանվել Գրիգորյանի եւ թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե մյուսների դեմ ամեն դեպքում իր պաշտոնավարման ճիշտ կամ սխալ ես չեմ ուզում խորհուրդ դրանց դեմ քրական գործերը այդ ժամանակաշրջանում էր կապել։ Հիմա ինքն ասում է ես համախմբվելու բան չունեմ, բայց իրենք համախմբվել էին պաշտորեն։ Ես այս ուզում եմ հիշեցնել, որ հիմնականում երբ խոսում են նախապայմաններ չդնելու մասին, մենք արդեն ունենք այս փաստը նախապայմանների մասին։ Իհարկե վերջում ասում եմ որ սա իմ անձնական կարծիքն է, հանրապետական կուսակցության կարծիք չի, բայց դե ես ոնց ընդունեմ, որ ասիկը այդ Շամազանովի նման կարևոր դեպք հանրապետական կուսակցության մեջ կարող է իր սեփական կարծիքն ունենալ։ Այդ դեպքում երբ ես Սփյուռքում Միացյալ Նահանգներում նստած մի հատ պարզ դաշնակցական երբեմն մի հատ կարծիք եմ գրում, հազարատ հեռախոս ա լինում, որ իմ կարծիքը տանում են վերագրում են, ես չգիտեմ ումին ինձի համարում են ումին ինչի խոսնակը, պնդում են ասեք հանի, ձեր տեսակետն է, բայց եթե իրենց այդ մակարդակի բար տեսակետ արտահայտում, դա մնում է որպես իրենց, այսպես ասած, պարզ տեսակետը։ Ամեն կերպում ես ուզեցի միայն հիշեցնել, որ այդ նախապայմաններով իրենք էլ են ժամանակին խոսել եւ միշտ են խոսել։ Իդեպ ես դեմ չեմ այդ գաղափարի հետ պարոն Շարմազանովի։ Գուցե հիմա որպես նախապայման ներկայացեցի, բայց պարոն Շարմազանովն ասում է այն, ինչ որ ասում է այսօր Ռոբերտ Քոչարյանը վերջին հարց ու պատասխանի ժամանակ երբ ուներ հայկական համալսարանի ուսանողների հետ մոտավորապես նույնը ասաց Ռոբերտ Քոչարյանը, որ կեղծ բաների հետևից չգնան, որ կամախմբվենք, մեկ դրոշ տակ։ Անիրատեսական է, նման բան տեղի չի ունենալու, հետո պետք է առանձին գնան։ Նույն բանը որ պարոն Շարմազանովն է ասել, Ռոբերտ Քոչարյանն էլ է իմ ասել, հիմա հետաքրքիր է ինչու Ռոբերտ Քոչարյանին քարկոծում են, որ դու միասնականությանը դեմ ես, այդպես չես ցանկանում միասնական ճակատ կազմենք, բայց պարոն Էդվարդ Շարմազանով ուղղակի 1 տարի առաջ մոտավորապես հենց նույնն ասեն, ինչ որ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում։ Կարծում եմ հիմա եթե մեկը դեմ է Ռոբերտ Քոչարյանի այդ հայտնած մտքին, կարող է գնա ուրեմն պարոն Շարմազանովից այսօր հարցնի, թե ինքը ինչ կարծիք ունի իր այդ գրառման մասին։ Ասենք առաջ, պարոն Շարմազանով այդ հարցազրույցի ժամանակ նաև մի այլ կարևոր թեմայի է անդրադառնում, մի շատ անիմաստ համեմատություն է կատարում, որը ոչ միայն պարոն Շարմազանովն է կատարել, կարծում եմ Նարեկ Մալյանն էլ է կատարել, Էդգար Ղազարյանն էլ է կատարել, եւ ինձ համար շատ հետաքրքիր է, որ այս մարդիկ ասում են մենք իրար հետ ոչ մի փոխկապակցվածություն չունենք, այն դրատվականները մեր չեն, բայց այդ դրատվականներում ամենը գնում են նույն միտքն են արտահայտում։ Եթե միասին չեք աշխատում, նույնը չեք կիսում տեսակետներ, բայց ոնց է լինում, որ ձեր բոլոր խոսույթը, ձեր հայտարարությունները նույնն են եւ նույն բովանդակությամբ են գնում, նույն տրամաբանությունն է։ Ճիշտ ասած մի տեղից մի բան գրվում է, այդպես copy paste է լինում, բաժանվում է բոլորին, ասում են գնացեք եթերին, մտա մի քիչ բառեր փոխելով նույն մտքերն արտահայտեք։ Ինչ ասում պարոն Շարմազանով հարցազրույցի 23-րդ րոպեում։ Ինչ համեմատություն է անցկացնում։ Ես, եթե լինեի падգամավոր, ես որևէ խնդիր չէի տեսնում ստորագրելու իմպիչմենտի թղթի տակ եւ ավելին չեմ տեսնում ինչ թիրախավորում կարա լինի։ Թող տա իմպիչմենտ տա, ստորագրեք։ Ասում են ինչ ստորագրենք, եթե երաշխիք չունենք, որ հաջողության է հասնել։ Եթե չգիտենք ԿՊԱ-կան 16-18 падգամավոր կողմ կարգի դրա, ինչ անենք։ Ասեմ ձեզ մի բան։ Նույն Հայաստան Դաշինքի մեր հարգարժան իմ գործընկերները, նրանցից շատերից ունեմ ընկերական բարեկամական հարաբերություններ։ Ձեր եթերի միջոցով իրաց մի հատ հարց ուղղեմ, հարգելի բարեկամներ, հարգելի քույրեր եւ եղբայրներ։ Երբ որ ժխտողականության օրենք եք բերում պարլամենտ, որը շատ կարևոր է, որը ես ողջունում եմ։ Երաշխիք ունեք, որ անցնելու է։ Չէ, չունեն։ Ավելի գիտեն, որ չի անցնի։ Պատասխանեմ պարոն Շարմազանովի հարցին։ Բնականաբար երաշխիք չունեն անցկացնելու, բայց հիմնականում այս համեմատությունն է անիմաստ։ Համեմատության չի կարելի համեմատել այդ իմպիչմենտի նախագիծ այն ժխտողականության նախագծի հետ։ Ինչու՞ չի կարելի համեմատել։ Պարոն Շարմազանով ինքը երկար ժամանակ եղել է պատգամավոր եւ գիտի, որ ոչ բոլոր նախագծերն են ներկայացվում ընդունվելու համար։ Այսինքն ինչ դուք կարծում եք Հայաստան Դաշինքի падգամավորները նույնիսկ մի տոկոս հավանականություն տալիս էին, որ ԿՊԱ-ականները գալու են միանան իրենց նախաձեռնությանը, կողմ են քվարկելու այդ ժխտողականության նախաձեռնությանը եւ հույս հավատ ունենալով, որ իրականություն է դառնալու այդ նախագիծը ներկայացել են։ Հաստատ ոչ։ Իրենք էլ գիտեին, որ
մերժվում է։ Բայց դու երբեմն նախագիծ ես ներկայացնում ազգային ժողովում, որ հենց այդ պատճառով, որպեսզի գնա, քննարկվի եւ մերժվի մեծամասնության կողմից, որպեսզի դրանից հետո դա դառնա լծակ քո ձեռքին, դա դառնա միջոց քո ձեռքին բացահայտելու այդ խունտայի, այդ դավաճանների իրական դեմքը, որը կատարվեց։ Եթե դու ժխտողականության դեմ օրենքին դեմ ես գնում, նշանակում է դու ունես թաքուն նպատակ ժխտողականության այդ ուղեգիծը շարունակելու եւ մտահոգ ես դրա քրեականացումից։ Դա է կատարվել հիմնականում։ Դա ինչ կապ ունի իմպիչմենտի նախագծի հետ, որ բերում եք իմպիչմենտի նախագծի հետ եք ուրեմն հայմատում։ Հիմա չընդունելու դեպքում ինչա տեղի ունենում։ Մի հատ եկեք այդ կողմից նայենք հարցին։ Ժխտողականության այդ նախագիծը ներկայացվեց, չընդունվեց։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Ավելի եւս բացահայտվեց, մեկ անգամ եւս բացահայտվեց, ավելի կտրուկ եւ հստակ կերպով բացահայտվեց ԿՊԱ-ականների իրական դեմքը, որ այս մարդիկ ցեղասպանությունը ուրացող են, պատրաստվում են ցեղասպանությունը ժխտել, ուրանալ եւ դրա քրեականացումից վախենում են։ Ժխտելու արդյունքը եղավ այն, այո, այդ նախագիծը չընդունվեց եւ որից է մեկն էլ չէր հավատում, որ կընդունվեր, բայց արդյունքը եղավ այն, որ բացահայտվեց այս մարդկանց դեմքը։ Հիմա պարոն Շարմազանով, եթե իմպիչմենտի նախագիծ են ներկայացնում, տակները ստորագրում են, չի ընդունվում, ինչ նման արդյունք է ձեռք բերվում դրանից։ Մի հատ կասեք ինձ, ինչ է ստանալու դրա արդյունքում, այսինքն այդ չընդունվելու դեպքում ինչա։ Ընդ չընդունվելու դեպքում էլ ինչ որ դրական բաներ ձեռք ես բերում, լծակամ ստեղծում քեզ համար, բացահայտում ես նիկոլականներին։ Իմպիչմենտի չընդունվելու դեպքում ինչա ստացվում։ Ունեք դրա պատասխանը։ Կարծում եմ չունեք։ Այդ միտքը իդե բոլորն են զարգացել։ Նա Էդգար Ղազարյանն էլ է, ես ասեցի հետո կխոսեմ դրա մասին, խոսել, որ եթե չընդունվի, ինչ կպատահի։ Այսօր էլ է նորից գրվել։ Ինչ կպատահի։ Ոչինչ չի պատահի, Նիկոլը կմնա իշխանության։ Էդվար Շարմազանով այստեղ նույնն ասում։ Լավ, չընդունվեց, ինչ կպատահի։ Ոչինչ չի պատահի, Նիկոլը կմնա իշխանության։ Հայկ Մամիջանյանն նույնն է ասում։ Եթե չընդունվեց, ինչ կպատահի, Նիկոլը կմնա իշխանության։ Զարմանում եմ, որ այս մարդիկ դնելով падգամավոր չգիտեն ինչ կպատահի։ Շատ բան կպատահի, ես ասել եմ, քանի որ Էդգարը կրկնում է, ես էլ եմ պարտավոր կրկնել, որպեսզի այնքան կրկնենք, սա հասկանաք։ Մենք խորհրդարանական համակարգ ենք։ Խորհրդարանական համակարգում խորհրդարանը ներկայացնում է ժողովրդին, համարվում է ժողովրդի ձայնը։ Սիրեք, չսիրեք, մենք ուզենք թե չուզենք, միջազգային հանրության դիտանկյունից այս խորհրդարանը այսօրվա ժողովրդի ձայնը ներկայացնում։ Միջև այն ժամանակ երբ աշխատում է, երբ լուծարվեց կամ չեղավ կամ այլ ընտրություններ եղավ, այլ խորհրդարան ձևավորվեց, այն խորհրդարանը կներկայացնի ժողովրդի ձայնը։ Մենք չենք սիրում, ասում ենք կեղծվել է, դա մեր ներքին խնդիրն է։ Ալիևի դիտանկյունից, Էրդողանի դիտանկյունից, միջազգային հանրության դիտանկյունից այս ազգային ժողովը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Նրա տված ձայները, նրա կայացած որոշումները ճիշտ կամ սխալ դժբախտաբար դառնում է հայ ժողովրդի կայացած որոշումը։ Հիմա դուք անվստահության նախաձեռնություն եք սկսում եւ չեք հաջողում։ Ինչ է տեղի ունենում։ Շատեր ասում են ոչինչ տեղի չի ունենում։ Շատ բան է տեղի ունենում։ Ինչպես որ Էդգար Ղազարյանն է սիրում ասել, հայոց լեզվի մեջ կա հականիշներ, ես ինչ գիտեմ, անվստահության հականիշը լինում է վստահություն, եթե նա անվստահության գործընթաց չեք սկսում, նշանակում է վստահում եք, որ լրիվորեն կեղծ է, բայց նույն տրամաբանությամբ Եթե անվստահության գործընթաց ես սկսում, պաշտոնապես իրավական առումով, պաշտոնապես եմ ասում, նախագիծ ես ներկայացնում, նախագիծը դրվում է քննարկման, քվեարկվում է եւ չի ընդունվում այդ անվստահության նախաձեռնությունը կամ նախագիծը, նախաձեռնության հականիշը լինում է վստահություն, նշանակում է այդ պահի դրությամբ ազգային ժողովը, որը ներկայացնում է դժբախտաբար ժողովրդին, շարունակում է վստահություն հայտնել գործող վարչապետին։ Իսկ Նիկոլը ամենաթանկ գնով դա տարելու է, վաճառելու է Ալիևին, Էրդողանին եւ միջազգային հանրությանը։ Էդ եք ուզում։ Եթե էդ եք ուզում, ասեք էդ է ձեր նպատակը։ Տանեք մի հատ կեղծ օրակարգ, որ ինքներդ էլ գիտեք չի իրականություն դառնալու, անվստահության նախագիծ եք մշակելու, անվստահության նախագիծը գնալու է դրվելու է քվեարկության, չի ընդունվելու քվեարկության արդյունքում, ազգային ժողովը անկախ նրանից, որ ԿՊԱ-ականներն են կողմ քվեարկել, ով է կողմ քվեարկել, ազգային ժողովն է կողմ քվեարկելու կրկին Նիկոլի վստահությանը, անվստահությանը դեմ է քվեարկելու, այսինքն կողմ է քվեարկելու, որ Նիկոլը մնա իշխանության եւ վստահությունը հայտնելու, եւ դրա հետևանքները արդեն դուք գնացեք բացատրեք ինչա լինելու։ Դադարեք ժողովրդին կեղծ թեմաներ մատակարելուց, որ
ոչինչ չի պատահելու, շատ ահռելի բան է պատահելու, շատ ահռելի բան է պատահելու, շատ ավելի ահռելի բան, քան Նիկոլի վերընտրվելն է, քանի որ մինչև այդ պահը Նիկոլը հիմա կարողանա այդ վստահությունը տանել, օգտագործել, մի հատ թղթի կտոր նախաստորագրել, այդ նախաստորագրված թուղթը դառնալու է իր համար քարոզչության միջոց հաջորդ ընտրությունների համար, որին ի դեպ դուք եք պատրաստվում եւ սուտ եք ասում, որ չեք պատրաստվում ընտրությունների համար։ Այս ամբողջ ծրագիրը, որ հիմա մշակել եք impeachment, այդ նախընտրական ձեր քարոզարշավի մեկ մասն է կայացնում։ Ես մի անգամ եմ գրել եւ հիմա էլ եմ ասում, ցանկացած ընտրական քարոզարշավ ունի 1-2 բաղադրյալ։ 1. Դու ինքդ քեզ ես PR-ում, ինքդ քո մասին ես քարոզչություն տանում, ինչ անում են Նիկոլն ու Աննան հիմա, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք ընկած։ Երկրորդ բաժինը լինում է այն, որ պաշտպանական կերպով, որ դու թիրախավորում ես հարվածի տակ ես առնում քո պոտենցիալ ուժ ունեցող ընդդիմադի ուժերին, որոնք կարող են քեզ համար ուժեղ ընդդիմություն լինեն։ Ու այս impeachment-ի նախագծով դուք հիմա թիրախավորում եք այն քաղաքական ուժին եւ այն անձին, որը այսօրվա հենց Գելապի հաստատած տվյալների համաձայն ամենագլխավոր ուժն է, որ կարող է Նիկոլ Փաշինյանի դեմ ժողովրդին համախմբել եւ բերել փողոց։ Դուք հիմա Նիկոլի իրականության մեջ հարկակարողության երկրորդ բաղադրիչ տարրն եք իրականացնում հարվածելով եւ նրան ապահովելով վստահություն։ Իդեպ այդ հարցազրույցի ժամանակ իհարկե ոչ պարոն Շաբաթով, բայց լրագրող է 25-րդ րոպեում նման միտք արտահայտում, որ ինչ նպատակ են հետապնդում Հայաստան դաշինքը խոչընդոտելով impeachment-ը։ Հայաստան դաշինքը երբ է խոչընդոտել impeachment-ը։ Երբ է խոչընդոտել impeachment-ը։ Երբ է ասել, որ ես թույլ չեմ տա impeachment լինի, ես դեմ եմ impeachment-ին, ես եթե նախագիծ կա կպատրեմ կգցեմ աղբամանը։ Մի բան նման հայտարարություն դեսեք, գնացեք վերցրեք Հայաստան դաշինքի տարածած հայտարարությունը, մեկ անգամ եւս կարդացեք, մեկ անգամ եւս լսեք Աղվան Վարդանյանի բրիֆինգը, որ ունեցավ այդ կապակցությամբ։ Այդտեղ դուք որից է բան տեսնում եք, որ իրենք խոչընդոտում են impeachment-ի նախագիծը, որ նման միտք է գեներացնում ժողովրդի մեջ, որ Հայաստան դաշինքը խոչընդոտում է impeachment-ը։ Հայաստան դաշինքը ընդհակառակը շատ հստակ եւ պարզ ծրագիր է ներկայացրել, որ ինչպես կարող եք impeachment-ի գնալ։ Ինքն ասում է, ես ունեմ տեխնացու, չի էլ ժխտում տեխնացու ունենալու հարցը, հակառակ մեր մյուս գործընկեր Խմբակցության միջտո դրան էլ կանդրադառնա։ Շատ հստակ ասում եմ, ես տեխնացու ունեմ, բայց այս նախագիծը համարում եմ անլուրջ եւ մոտավորապես հավատացած եմ, որ չի իրականություն դառնալու, բայց չեմ էլ խոչընդոտում։ Գնացեք, սկսեք, նախաձեռնեք, ով է դեմ դրան։ 8 ստորագրությունները հավաքեք, բերեք, ես իմ ստորագրությունները տակը կդնեմ, ընդհանրապես տեխնացուի հարցներ քննարկելու թեմա չի։ Ում ուզում եք վերևը գրեք, բերեք, մենք տակը կստորագրենք։ Հայերենում սա նշանակում է խոչընդոտել, կամ ես հայերեն լավ չեմ հասկանում, կամ դուք որտեղ չեք անում ճիշտ կարդաք Հայաստան դաշինքի տարածած հայտարարությունը։ Մարդիկ շատ հստակ ասել են, որ մենք այո չենք նախաձեռնում։ Չենք նախաձեռնում, որտեղ անլուրջ ենք համարում։ Չենք նախաձեռնում, որտեղ չենք ուզում Նիկոլին անվստահություն հայտնելով նախախողած անվստահության նախաձեռնությունը սկսելով իրեն օժտել կրկնակի վստահության։ Չենք նախաձեռնում, որպեսզի կրկին էլի ժողովրդին մեկ անգամ էլ չի հաստատեցնենք, հետո վաղը չգա կանգնեք ասեք, այն անգամ ուզում եք կրեիք չկրեցիք, հիմա էլ ուզում եք impeachment անեք չկարողացաք, ուրեմն այլևս դուք անելիք չունեք։ Մենք մեր գործն անում ենք, մեր պայքարը տանում ենք, բայց եթե դուք կարծում եք լուրջ է, իրատեսական է, ամենաիրատեսականն է, հեսա համեցեք, սկսեք, ձեր տեխնացուի անունը գրեք, տակն էլ ստորագրեք, ասեք սա մեր տեխնացուն է, մենք էլ ստորագրում ենք, մենք էլ սկսում ենք, քաղաքական պատասխանատվությունն էլ մերն է, ժողովուրդ ջան, մենք ենք անում, մենք ենք թիկունքին կանգնած, այս նախաձեռնությունը մերն է, եկեք փողոց հովանավորեք։ Հայաստան դաշինքը ասում է մեր էսա մենք 26 քանի հատ ստորագրություն եք ուզում, այդ ստորագրություններն էլ մեր էսա պատրաստ դրված է տակը, որքան ուզեք կստորագրենք տակը, 10 անգամ կստորագրենք տակը։ Ես դրանից խոչընդոտում չեմ հասկանում, եթե դուք խոչընդոտում եք հասկանում, ասում եմ մեկ անգամ պետք է հայերեն դասերի, այսպես ասած, դասընթաց անցկացնենք, որպեսզի հայերենի այսպես մակարդակը մի քիչ զարգանա ձեզ մոտ։ Վերջին թեման, վերջին հարցազրույցը, որը կապեմ չափազանց հետաքրքիր է, դա մեր երիտասարդ պատգամավոր աղջիկ Աննա Մկրտչյանի հարցազրույցը։ Կապեմ մի քիչ անփորձությունից է, մի քիչ ողջավորությունից է, որտեղ այդտեղ շատ անհարմար, այսպես ասած, բառապաշար է թույլ տվում, որը ես կարծում եմ հարմար չի եղել այդ բառապաշարի օգտագործումը, բայց մեկը ես կարծում եմ պիտի դրան անդրադառնամ եւ դրա մասին հիմա եթե թույլ տոնեք, թույլ տաք ես մի քիչ այս բաները փակեմ այստեղ, որ շատ բաց չմնա, բաշխմազովինը փակենք եւ անցնենք
Շատ ցավալի է ինձ համար, որ թե հարցազրույցի խորագիրը եւ թե նաեւ նախկին մի քանի падգամավորներ վերջի շրջանում սկսել են նման մեկ ձևակերպում օգտվել։ Քոչարյանի падգամավորներ։ Իհարկե, Քոչարյանի падգամավոր լինելու մեջ ոչ մի բան չկա։ Պատամ նաեւ մի տեսակ պատվաբեր է, պատիվաբերում, բոլորի անվան, անուն ինչ-որ կերպով կկապվի Ռոբերտ Քոչարյանի։ Ես պատվով եմ ասում, այո, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը եղել եմ, շարունակում եմ մնալ, ին որոշակի պատճառներ են ունեն։ Բայց այդ ձևակերպումը խորհրդարանի падգամավորների դեպքում անհարմար է, սերի աննամակաչան։ Մի օգտագործեք դա։ Այդ падգամավորները, ինչպես դուք, ընտրվել են Հայաստան Դաշինքի կազմած ցուցակի միջից, ժողովուրդը ձայն է տվել Հայաստան Դաշինքի ցուցակին, որը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրանք Հայաստան Դաշինքի հետագային ազգային ժողովում Հայաստան խմբակցության падգամավորներ են, ազգային ժողովի падգամավորներ են։ Նրանց առաջնորդ այո Ռոբերտ Քոչարյանն է։ Տևական ժամանակ շատ հաճախ ժողովներ են ունենում եւ ունեն այնպիսի ժողովրդավարական մեթոդ, իրար հետ նստում են, խոսում են, որոշումներ են կայացնում եւ մեկ տղամարդու նման իրենց որոշումները հայտարարում են։ Հիմա եթե դուք շարունակեք Քոչարյանի падգամավորներ խոսել, ես էլ պարտավոր եմ խոսել, օրինակի համար ասեմ, Սերժ Սարգսյանի падգամավորներ։ Իդեպ այնտեղ եթե 28 քանի հոգի կան, այստեղ 4 է կա։ Ձեր փոխկապակցություն, բայց Ռոբերտ Քոչարյանը թափեց կուսակցություն չունի, կուսակցության անդամներ չունի, որ հնարավոր լինի այդպես կապակցություններ գտնել, բայց դա ձեր պարագային արդեն կուսակցական դեպքերը 4 падգամավորի կապակցությամբ շատ հստակ են, եւ մենք էլ հիմա կարող ենք նման բառապաշարով խոսել։ Բայց դե հարմար չի, որտեղ դուք պատիվ ունենալի падգամավորներն եք, ժողովուրդը ձայն է տվել պատիվ ունեմ խմբակցությանը, այնպես այնպես որ ժողովուրդը ձայն է տվել Հայաստան խմբակցությանը։ Հետաբար հրաժարվեք այդ բառապաշարը օգտագործելուց, թեև հիշատակում եմ Քոչարյանի падգամավոր լինելու մեջ որևէ բան չկա, դրանով դուք ընդհանրապես ինչ-որ դրական ռիսկ եք արտահայտում այդ մարդկանց, բայց ամեն դեպքում իրավական առումով ձեր արտահայտությունը կարող է վիրավորական թվալ։ Եվ եթե բառապաշարը, որ օգտագործում եք ականներ են, տրաքեցի, շատ անհարմար է, ելիստ ընդդիմադիր ձեր գործընկերների կապակցությամբ տրաքել բառոց օգտագործել։ Հիմա Հայաստան Դաշինքի խմբակցության падգամավորները կարող է եթերներում գնացել են, ինչ-որ հայտարարություններ արել են, ասենք գուցե հանրապետական կուսակցության հաշվին, ինչ-որ որոշակի անձի կապակցությամբ։ Բայց ես չեմ տեսել որևիցե տեղ նրանք այդպիսի արտահայտություններ տրաքել, մրաքել, այդպիսի բառապաշար օգտագործել, ասենք պատիվ ունեն Դաշինքի իրենց գործընկերների կապակցությամբ։ Մի արեք սերիս, բատա եւ լավ չի, որտեղ եթե նման այդ բառապաշարի օգտագործումը սկսի տարածվել, հետո դե պիտի հետո մյուս կողմից են նման հարտահայտություններ լինեն, հետո դրանից ասում են վերջին հաշվով շահում են Նիկոլը եւ Անանը։ Չգիտեմ դուք սիրում եք, որ Նիկոլն ու Անան շահեն, բայց մենք ամեն դեպքում չենք ցանկանում, որ Նիկոլը Անան այդ ամեն ինչից ուրախանա։ Աննան խոսում է դիմադրության շարժման պատասխանատվության մասին եւ 13-րդ րոպե լսենք։ Շարժումն է եղել։ Խնդիրը թե ինչի են 4 տարի հետո դրա մասին հիշել, բայց միգուցե այդպես է պետք եղել, այդպեսի քաղաքական նպատակահարմարությունն են։ Բայց այդ դեպքում որտեղ է դիմադրության շարժման, ձախողման, ձեր շարժման, ձերից պնդմամբ ձեր շարժման, ձախողման քաղաքական պատասխանատվությունը, հաշվետվությունը։ Դուք հաշվետվողական իրենք են խոսում քաղաքական պատասխանատվության մասին եւ հաշվետվողականության մասին։ Հարգելի Աննան հավանաբար չի հետևում մամուլին, կամ այդ օրերի մամուլին ժամ չունի գնալ հետևելու, որովհետև տարբեր հարցազրույցների ժամանակ թե Իշխան Սաղաթելյանը, թե Գեղամանուկյանը, թե Հայաստան Դաշինքի մյուս падգամավորները շատ հստակ կերպով խոսել են այն մասին, որ դիմադրության շարժման պատասխանատվությունը կրում է Հայաստան Դաշինքը, իրենք են եղել դրա կազմակերպիչը եւ պատասխանատվությունից խույս չեն տվել ու չեն տալիս։ Շատ հստակ կերպով քաջության հանդես են եկել այդ անվան եւ ասել են այո մենք ենք նախաձեռնել, ունեցել են այդ քաջությունը, որ ասեն այդ նախաձեռնությունը մերն է եղել եւ վերջում եթե չեք հետեւել, խնդրում եմ գնացեք, բացեք, նայեք հարցազրույցները, թե Իշխան Սաղաթելյանի, թե Գեղամանուկյանի եւ թե մյուս Հայաստան Դաշինքի падգամավորների բոլոր տեղերում առաջինը հենց իրենք են անդրադարձել այդ շարժման մեջ գոյություն ունեցող թերություններին, ձախողումներին եւ շատ հստակ կերպով վերցրել են պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն, հայտարարել են, որ մենք նախաձեռնել ենք եւ եթե ձախողել է, այո, մենք ենք մեղավոր այդ ձախողման հարցում եւ կրում ենք քաղաքական պատասխանատվություն։ Մարդիկ շատ հստակ ասել են, բայց ձեր դեպքում խնդրում եմ ցույց տվեք մի շարժում, որ դուք ձեր անունով կազմակերպել եք,
ստանձնել եք պատասխանատել եք, որ մենք ենք արել եւ քաղաքական պատասխանատվություն էլ ստանձնել եք։ Գոնե մի հատ շարժում նախաձեռնեք, հետո նոր քաղաքական պատասխանատվությունից խոսեն։ Նույնիսկ impeachment-ի պարագային ես նոր հիմա բացահայտ կերպով քիչ առաջ խոսեցի, այնքան ակնհայտ այս փոխկապակցվածությունը ձեր եւ այդ impeachment-ի նախաձեռնությունը մշակած Նարեկի, Էդգարի եւ մյուսների միջև, ձեր լրատվամիջոցների այդ հսկա քարոզչության միջև, որ կարծում եմ որից մեկը չի կարող հերքել, որ դա հենց ձեր նախաձեռնությունն է, բայց թե ինչու միջև հիմա խուսափում եք դրա համար քաղաքական պատասխանատվություն այս պահին հայտարարելու, որ դա ձերն է եւ դուք եք անում եւ քաղաքական պատասխանատվություն ընդունելուց, ես չգիտեմ։ Հետաբար խնդրում եմ քաղաքական պատասխանատվությունից մի խոսեք, շատ հստակ կերպով քաղաքական պատասխանատվության մասին խոսել են Հայաստան Դաշնքի բոլոր պատգամավորները եւ շատ հստակ կերպով Իշխան Սաղաթելյանը որպես այդ շարժման համադրողն էր, եթե չեմ սխալվում այդ ժամանակ, այդպես էր ինքը ներկայացված որպես համադրող։ Ասում են դե այդտեղ ինքը խմբակցության ղեկավար էլ չի եղել, դերակատարություն չի եղել, ինչպես դարձավ այդպեսի մտքեր արտահայտում, շատ ծիծաղելի Աննամակաչյանի, ու կարծեմ չի էլ հասկացել, որ ընդհանրապես Իշխան Սաղաթելյանը այդ համակարգողն է եղել այդ ամեն շարժման եւ ինքը հիմնականում այդտեղ պատասխանատվություն կրել է եւ որևիցե մեկը շեշտում եմ խույս չի տվել պատասխանատվությունից, բայց եւ միևնույն ժամանակ թերություններին իրենք համեստորեն չեն բարձրաձայնել։ Բաները որ նկատել են, խնդիրները որ եղել է ձախողման հարցում, համեստորեն չեն անդրադարձել դրան։ Երբ խոսում էին նախանձի հողի վրա թույլ չեն տալի շարժումներ ձևավորվեն, նախանձի եւ խարդավանքի հողի վրա խանգարում են ցանկացած շարժում, ումին են անկնարկել այդ մարդիկ։ Դե մի քիչ համեստ են, խոնար են, չեն ցանկանում իրենց գործընկերների հասցեին ինչ-որ վատ բաներ ասել կամ բացահայտումներ կատարել այդ միասնականությունը չխանգարելու եւ Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելու, բայց դե դուք նրանց այդ համեստությունը, խոնարհումը եւ այդ բնավորությունը, որ ունեն, լռությունը մի չարաշահեք, հոգուտ նրա, որ սկսեք իրենց վրա ցեխ շպրտել, քար շպրտել, որ իրենք են այդ ամբողջ պատասխանատուն եղել։ Ես օրինակի համար ասում եմ, շատ բաների ականատես եմ եղել դիմադրության շարժման ժամանակ։ Զարմանս ինձ ողջավորությամբ եկել եմ այնտեղ, բայց օրինակ տեսել եմ հանրապետականը լրիվորեն այլ պայքարեր համար տանում։ Շատ հստակ եմ տեսել, երբ որ շարքերը դուրս էին գալիս էին մտնում էին հրապարակչությունից, հանրապետականներ անջատվում էին, գնում էին մեկ այլ ուղղությամբ, իրենց վրաները մեկ այլ անկյունում էին, այդպես ասած կանգնեցրել, մյուս բոլոր քաղաքական ուժերը մեկ այլ անկյունում։ Ինձ համար լրիվորեն անհասկանալի է, թե ինչու պիտի այդ շարքերը բաժանվեն, իրենք գնան մեկ անկյունից, ցույցի մասնակցել, իրենք առանձին էին գալիս մասնակցում։ Դեռ ինձ համար հարցականը այդ լիսկան ինչպես միանգամից դիմադրության շարժման ժամանակ Սուրիկ Խաչատրյանը հայտի լիսկան եկավ հայտնվեց այդ վրանների կողքին, որոշեց ձեր վրաների կողքին վրան միացնի։ Հետո ինչպես միանգամից հետո լրիվորեն չքացավ։ Հենց միայն դիմադրության շարժման ժամանակ էր որոշել Նիկոլի դեմ պայքարել։ Դե այս թեմաների մասին էլ եթե պետք լինի մենք կարող ենք խոսել ձախողումների մասին, ինչպես եղավ որ այդ շարժումը ձախողեց, ինչպես կողմնակի ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն ստեղծեցի, որ սա նախկին վատ բարքերի վերադարձի նպատակը հետապնդում, մի տեսակ ժողովրդին հիասթափեցրեցին։ Դե լավ, չխորհրդամ այդ թեմայի մասին, չգնամ առաջ, եթե գնանք հետո լավ տեղեր դուրս բնականաբար չեն գալիս։ 17-րդ րոպեն այդ հարցազրույցի ինչ ասում ընտրությունների նախին ընտրությունների կապակցությամբ մեր սիրելի Աննա Մկրտչյան։ Նախընտրական, մի մտեք այդ նիկոլական հերթական օրակարգի մեջ, հիմա էլ իրանք առաջինը բերում են այս հարցը, այս խնդիրը։ Ինչ վերաբերում է անվստահության, բայց ամեն դեպքում մենք ասում ենք մենք պատրաստ ենք 28 պատգամավորների ստորագրությունը տալ, եթե դուք բերեք այն 8 պատգամավորների ստորագրությունը։ Ես արդեն ասացի, որ ես իրենց Կարծում եմ ճիշտ եղ չմիացրեցի, բայց ամեն դեպքում այդ թեման էր զարգացում Ռոբերտ Քոչարյանն է, ուրեմն 2021 թվականին այդ կեղծ օրակարգ ընտրություններին հրապարակ նետել, իրենք պայքարում էին, պայքարի դաշտում էին, հայնիկի փրկության շարժման կենտրոնում իրենք էին այլ ուժերի հետ, իրանք էին ձևակերպել, ժողովուրդը փողոցնում լցված էր, Նիկոլի հրաժարականն էր պահանջում 2021 թվականի այդ մարտ-ապրիլ ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, գնացինք արտահայտ խորհրդանական ընտրությունների, Ռոբերտ Քոչարյանը մեզ մտցրեց ընտրությունների մեջ։ Իդեպ նույնը Հայկ Մամիջանյանն էլ այդ վերջին հարցազրույցի ժամանակ ասել, այո, Ռոբերտ Քոչարյանն ասել Սարգսյանին խնդրել որ մասնակցի։ Իհարկե ես գրեցի, որ մեկ այլ շատ մոտիկ կանգնած աղբյուրի կողմից Ռոբերտ Քոչարյանին, որ այստեղ իհայտ զրուցել եմ, մեր մոտ էր եղել մեր տանն դեպքեր եղել այդ խոսացել, որ այդ իսկապես նման մեկ բան է եղել, շատ հստակ կերպով հերքեց եւ ասեց, որ նախագահ Քոչարյանը մոտապես նման բան է ասել, որ եթե հավատացած եք, որ կարող եք օգնել միասին գնանք Նիկոլին հեռացնենք, եկեք մասնակցեք ընտրություններին, դա ձեր որոշելիքն է, ձեր կամքն է։ Իսկ եթե հավատացած չեք,
100% հավատացած եք այս գործընթացին, ընդհանրապես մի մտեք այս գործընթացի մեջ եւ կողք կանգնեք։ Մի խոսքով ձեր ոտքի տակ մի ընկեք։ Բայց տեսանք մտան եւ արդյունքը ինչ եղավ։ Հետաբար խնդրել, աղաչել, որ եկեք մասնակցեք, ես կրելու եմ, եկեք մասնակցեք, այդպիսի բան բնականաբար չի եղել եւ չեմ էլ կարծում նախագահ Քոչարյանի ճանաչողները կարծում եմ կհավատան նման մեկ հավակնության։ Իսկ իրականության մեջ 2021 թվականին այդ օրերին բոլորս էլ հիշում ենք ինչ էր տեղի ունենում։ Արդեն հայրենիքի փրկության շարժումը չկար, այդ իմաստով փողոցային շարժում չկար։ Եթե հիշեք, մինչև դեկտեմբեր ամիս շատ թունդ փողոցային շարժում կար, ժողովուրդ կար փողոցում, վարչապետության տեխնացուն, ներեցեք, Վազգեն Մանուկյանն էր, հետո ձմեռային այդ ցուրտ եղանակը սկսվեց, վրանները տեղադրվեցին Դեմիրճյան փողոցում, այդ ուրեմն Բաղրամյան փողոցում ներողություն, փողոցը փակվեց, մնաց մինչև այդպես ձմեռվա այդ եղանակն անցեց եւ արդեն օթերը երբ բացվեց եւ սկսեցին արդեն քաղաքական շարժումները սկսել, այլևս այդ նախկին շարժումը բնականաբար փողոցում չկար։ Ես չեմ հիշում փողոցային այդպիսի հսկա շարժում, փողոցում կանգնած ժողովուրդ, որ վանկարկում էր Նիկոլ հեռանալ, հանրապետականները պիտի պայքարել այդպես գլխավորեն, որ այդ միջոցին Ռոբերտ Քոչարյանը անկած հայտնվում եւ ասում որ գնանք ընտրությունների եւ ժողովուրդն էլ հետևում է նրան։ Իմ համար իհարկե շատ հետաքրքիր է, որ իրենց համոզմամբ միտեղ ասում են Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեսուրս չունի, համակրանք չի վայելում, բայց հետո մյուստեղ իրենք հակասելով ասում են Ռոբերտ Քոչարյանը մեզ տարեց մտցրեց ընտրությունների մեջ։ Ռեսուրս չունեցող մարդը ոնց կարող է այդ ամբողջ ժողովրդին, այդ ամբողջ քաղաքական ուժերին համոզել, որ եկեք մտեք ընտրությունների գործընթացի մեջ։ Եթե այդպես է, որ դուք եք ասում, այդպիսի հեղինակություն ունի Ռոբերտ Քոչարյանը, ուրեմն ռեսուրս էլ ունի։ Ուրեմն էլ մի խաբեք ժողովրդին, որ ասում եք ռեսուրս չունի։ Բայց իրականությունը այն էր, որ ես ձեզ ասեցի։ Եթե հիշեք, նոր տարին, որ սկսվեց 2021-ը, մենք հետևյալ մեկ, այդպես ասած, գործընթացների ականատես եղանք։ Մեկը մյուսի հետևից Նիկոլի հրաժարական պահանջներ էին հրապարակվում։ Էլ մշակույթի գործիչներ, տարբեր ոլորտի գործիչներ, ընդհանուր մինչև գեներալներ, Գերագույն շտաբը հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլի հրաժարականը պահանջեց։ Եվ հիմնականում հրաժարականների պահանջներ կա, եթե չեմ սխալվում, նույնիսկ Բայրաթորի կողմից էլ նման պահանջ դրված էր։ Այդ ընթացքում ով փրկեց Նիկոլին, ով մեզ տարեց մտցրեց ընտրությունների գործընթացի մեջ։ Դա բնավ Ռոբերտ Քոչարյանը չի եղել։ Դա եղել է Արմեն Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։ Բացեք president.am կայքը մտեք ներս, բացեք 2021 թվականի լրատվության բաժինը, նայեք մարտ եւ ապրիլ ամիսների լրատվությունը։ Կտեսնեք, որ Արմեն Խաչատրյանը, Արմեն Սարգսյանը շատ ներողություն, ինչպիսի ակտիվություն ա ունեցել։ Հայվատեք այսօրվա այդ մեր այսօրվա նախագահան չեմ սխալվում Վահագն Խաչատրյանը անունը, այդ Վահագն Խաչատրյանի ակտիվության հետ։ Այդ փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը միջազգային այցերի չէր կարող գնալ, վարկանիշը 0 էր, փալասի կտոր էր դարձել, Արմեն Սարգսյանն էր իր փոխարեն գնում միջազգային հանրության մոտ, դուրը ծեծում, նրանց հետ բանակցություն էր վարում, Նիկոլի պատիվը բարձր էր պահում, որպեսզի Նիկոլը կարողանա մնա իշխանության։ Նիկոլի համար, այդպես ասած, կրեդիտներ էր հավաքում միջազգային հանրությունից, որպեսզի հանկարծ Նիկոլի մեջքը չդատարկեն, մնան իր թիկունքին։ Նույն այդ ամիսների ընթացքում Արմեն Սարգսյանը առնվազն 3 հանդիպում ա ունեցել Էդմոն Մարուկյանի հետ։ Եթե չեմ սխալվում, 2 հանդիպում ա ունեցել Բարգավաճ Հայաստանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ ընդհանրապես չի հանդիպել։ Սերժ Սարգսյանի կամ Հանրապետական կուսակցության հետ հանդիպել է, Հայրենիքի փրկության շարժման հետ ընդհանուր է հանդիպել, առանձին չի եղել, եւ այլ այդ մանր կուսակցությունները, որ կան մեկ հոգի է, մեկ կուսակցություն ունի, այդ բոլորի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է եւ իդեպ ինքն էլ չի հերքել, որ բոլորի ընթացքում թեման եղել է արտահերթ խորհրդանական ընտրությունները։ Բոլորին համոզել է, որ եկեք գնանք արտահերթ խորհրդանական ընտրությունների Նիկոլի հետ, տեխնացումի առաջադրեք, ընտրություններ արեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Եվ դրանով հասել է նրա, որ Գերագույն շտաբը իր հայտարարությունը ուրեմն հետ ավերցել եւ հրաժարվել։ Այդ մասին իդեպ ինքն է, եթե չեմ սխալվում, France Press-ի հետ կամ ֆրանսիական մեկ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ շատ հստակ ինքն է խոստովանել Արմեն Սարգսյանը, որ ես եմ գնացել խոսել գեներալների հետ եւ նրանք իրենց ուրեմն հրաժարականներ հետ են վերցրել։ Հիմա այս ամենի մեջ Ռոբերտ Քոչարյանը որտեղ է կանգնած, ես չգիտեմ։ Նույնիսկ մեկ հանդիպում Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գոնե այդ կայքի մեջ չկա, որ հանդիպել է, Ռոբերտ Քոչարյանին ասել է եք դու էլ մասնակցի ընտրություններին, կամ Քոչարյանը գնացես նախագահ Սարգսյանին ասել գնա այս ամենին հավաքի, բեր մենք մնանք Նիկոլի հետ ընտրությունների։ Ամբողջ այս գործընթացը Նիկոլին փրկելու, պահելու, արտահերթ ընտրությունների կեղծ գործընթաց ձևավորելու եւ երկիրը դեպի արտահերթ ընտրություններ տանելու գործընթացը մեկ մարդու բեմադրությամբ իրականացվել Արմեն Սարգսյանի։
Իսկ Արմեն Սարգսյանին ով բերև դասրեց Հայաստանի Հանրապետության նախագահ 2017 թվականի եթե չեմ սխալվում ապրիլ ամսին սահմանադրությունը հստակ կերպով խախտելով։ Դրա պատասխանը դուք ունեք, չէ՞։ Մեր ամբողջ ողբերգությունը, որ եղել է ամբողջ ընթացքում, դրա գոնե նույնքան որ Նիկոլն է պատասխանատու եւ Դավաճան, նույնքան էլ Արմեն Սարգսյանն է եղել, որ իր պարտականությունները չի կատարել եւ հատկապես 2021 թվականից հետո մեզ տարելամցրել է ընտրությունների գործընթացի մեջ։ Այս ամենը մի 100 տարվա առաջվա պատմություն չի, ընդհանրապես 4-5 տարվա առաջվա պատմությունն է, գնացեք, բացեք, նայեք, տեսեք այդ շրջանի հանդիպումները, որ եղել է։ Մի անգամ դուք տեսել եք Ռոբերտ Քոչարյանը որևէ մեկի հետ հանդիպում ունենա կամ մեկին հրավիրի ասի եկեք մասնակցեք։ Ինք ասել է, եթե ընտրություններ լինի, ես կմասնակցեմ։ Մարդիկ հավատացել են իրեն, որտեղ հավատացել են, որ մարդը կարող է մի բանանի մասնակցել են։ Իսկ կողքից եղել են ուժեր, որոնք կանգնել են, մասնակցել են եւ իմանալով հանդես, որ ինքը ամենաշատ ձայնը կշահի եւ այդպես էլ եղել է, չեն համախմբվել իր դրոշի տակ, ընդհակառակարել են ամեն ինչ, որ ձախողի։ Եվ դժբախտաբար ունեցել ենք այն արդյունքը, որ հիմա ունենք։ Անակ Բակաչյան ինչ ասում։ Ասում է, որ իրենք տեխնացու չունեն, պատիվ ունեմ դաշինքը տեխնացու չունի։ Դա նույնն է նաև իրենց հայտարարության մեջ էին գրել, բայց երբ իրեն հաց են տալիս, որ դուք նախաձեռնությունը կսկսեք նախագիծ, ասում է հաստատ կսկսենք։ Ընկերուհի ջան, եթե տեխնացու չունեք, ո՞նց եք նախագիծը սկսելու։ Գոնե Էդգար Ղազարյանն ու Նարեկը շատ հստակ բացատրում են, չէ՞, որ այդ նախագիծը սկսելու համար դուք նախ պետք է ունենաք վարչապետության տեխնացու։ Իսկ եթե դուք ասում եք ես վարչապետության տեխնացու չունենք ընդհանրապես, ո՞նց եք նախագիծ ստեղծելու, սկսելու։ Կամ չեք սկսելու, կամ ունեք ձեր հստակ վարչապետի տեխնացուն, որի մասին չեք հայտարարում։ Դուք դիրքորոշվեք որն է ճիշտ։ Կամ սուտ եք ասում ընդհանրապես նախագիծ չեք սկսելու, միայն հայտարարում եք մի բան, որ հայտարարեք մենք էլ արել ենք, կամ ունեք հստակ վարչապետի տեխնացու, որի անունը եւ ժամանակը կա, գտնեք այդ վերևը։ Թե ով է այդ վարչապետի տեխնացուն, ինչու չեք հայտարարում, դրա մասին ուզում եմ այսօր խոսել, բայց առայժմ չեմ խոսիք թողնեմ հետո։ Եվ վերջում մի հետարքիր միտք արտահայտում Աննա Մկրտչյանը, որ ինքը ասում են լավ, այդ ԿՊԱ-ականները որ չեն ձայն տալու, ով պետք է գնա ԿՊԱ-ականների ձայները հավաքի։ Ասում եմ ես ԿՊԱ-ականների հետ խոսելիք բան չունեմ, ԿՊԱ-ականների հետ չեմ խոսելու։ Իրենք հիմա հետարքիրա որ նախաձեռնություն են ուզում սկսեն, ասում են որ մենք նախաձեռնությունը կսկսենք, նախագիծ կսկսենք, Նիկոլի իմպիչմենտը կնախաձեռնենք, բայց դրա հիմնական բաղադրիչը որ ԿՊԱ-ականների հետ խոսելն է, ԿՊԱ-ականներից պատգամավորներ համոզելն է, որ կան կողմ քվարկյան, ասում եմ դե մենք կապ չունի, ես չեմ խոսալու, ես չեմ կարող այդ մարդկանց հետ խոսեմ։ Նարեկն ու Էդգարն ասում են մեր գործը չի։ Բայց դա պետք է Հայաստան դաշինքն անի։ Դա էլ է գցում Հայաստան դաշինքի գրպանը։ Դուք նախաձեռնությունը սկսեք։ Մի բան որ իրենք համոզված չեն պիտի արդյունք տալու, պիտի արվի, դուք փորձում եք ամեն կերպ համոզեք, որ պիտի գնանք դա անենք։ Եվ դրա մասին միտք եք ձևավորում, հետո ասեք դրա հիմնական բաժինը դուք չեք անելու։ Եվ դեպ այդ բնավորությունը նույն Էդգարի եւ Նարեկի մոտ էր կա։ Գնացեք ուրեմն Նարեկի առաջին լայվերը որ ալում էր նայեք, եթե չեմ սխալվում 168.am-ի հետ հարցազրույցի ժամանակ էլ այդ միտքն ասում է։ Ասում է դե այս ընդդիմությունը փողոց գեներացնել չգիտի, ես գիտեմ փողոցը ոնց գեներացնեն։ Դուք միայն նախաձեռնությունը սկսեք, փողոց գեներացնելը իմ վրա, այդ պատգամավորների հետ խոսանն էլ իմ վրա։ Ես բոլորին կհամոզեմ կբերեմ։ Սա իրենց արտահայտած մտքերն է։ Նույնը Էդգարն էր ասում։ Հիմա կամաց սկսել են փոխել, ասում դե այդ էլ մենք անենք։ Չենք անը, բայց դուք ինչ եք արես ընթացքում։ Ոչ փողոց եք ուզում գեներացնեք, ասում եք Հայաստան դաշինքը գեներացնի։ ԿՊ պատգամավորների հետ խոսան, ասում եք Հայաստան դաշինքը գնա խոսա։ Նախաձեռնություն ասում եք իրենք գեներացնեն։ Բայց այդ դերակատարությունը էսը ո՞րն է։ Միայն այս կեղծ օրակարգը, այդպես ասած, գեներացնելը, հրապարակ նետելն ու կողք կանգնելը, տեսեն ինչա լինում։ Այդ է միայն ձեր պարտականությունից ընթացքում, որ հիմա ձեր ձեռքերը լվանում եք, ասում եք մեզի կապ չունի։ Երբ ասում են քաղաքական պատասխանատվություն ընդունելու կարողություն չունեք, հենց այս պատճառով որ ասում եմ կարողությունը չունեք եւ ուժը չունեք քաղաքական պատասխանատվություն։ Առնվազն գնացեք այն ձեր լայվերը, ձեր հայցազրույցները նայեք, այն բանը որ ասել եք, հենց այդ կատարեք։ Հիմա մի հետարքիր բան էլ ասեմ այս մարդկանց, որպեսզի հասկանաք որքան անհիմն են իրենց հայտարարությունների մեջ եւ ինչքան արագ են իրենց տեսակետները փոխում եւ ինչպես կարելի է այս մարդկանց վստահել։ Օրինակի համար Նարեկ Մալյանը նման մեկ միտք էր զարգացում սկզբնական շրջանում։ Նաև հետո Էդգար Ղազարյանն ասում, որ ԿՊԱ-ական պատգամավորներ երբ որ հարց էին տալիս, դուք ո՞նց եք այդ մարդկանց համոզելու, որ գան ձեզի ձայն տան, այդ ԿՊԱ-ականներին բոլորը ճանաչում են, նման մեկ միտք էին արտահայտում, որ այդտեղ բոլորը նյութական խնդիր ունեն, հիպոթեք ունեն, վարկ փակելու խնդիր ունեն,
ես կգնամ իրենց կասեմ ձեր հիպոթեկը իմ վրա, եկեք ուրեմն ցայն տվեք ինձ։ Բայց նկատել եք չէ հիմա այդ մասին էլ չող խոսում։ Նկատել եք չէ վերջին ես լայվերը նայեք, ընդհանրապես այդ բաժնի մասին էլ չեն խոսում։ Գիտեք ինչու։ Որտեւ իրենք հետո հասկացան, որ այդ իրենց ասածը կոռուպցիայի հոդված է, եւ այդ ասածը հայտարարելու վաղը գալու են իրենց փռեն գետնին տանեն, այդ պատգամավորներն էլ որ նման համաձայնություն տան, հատնվելու են համապատասխան հոդվածի տակ, որտեւ եթե դու խորհրդանի պատգամավորին կաշառք ես առաջարկում քո հիպոթեկը կպայքեմ, եկ այսպիսի ձայն տուր քվարկություն կատարի հակառակ կամքին, դա կոռուպցիա է, հոդված կա դրա կապակցությամբ քրական օրենսգրքում։ Ու հետարքիր է, երբ ես վերջին զրույցը որ Էդգարը զանգել էր ինձ խոսում էր ինձ համոզպես, նույնք իրեն իշեցրեց, բայց դե ես Էդգարին ասել ենք նարեկ էլ չի խոսում այդ մասին, մենք իմ ասել ենք որ դա ճիշտ չի, լավ չի, չենք խոսում այդ մասին։ Ուզում եմ մենակ հասկանաք, որ այս մարդիկ որքան սկզբունքային են իրենց ասածների մեջ։ Մի բան ձեզ ասում են, միտք են գեներացնում, ժողովրդին համոզում են, հետո առաջինը իրենք են թռնում։ Վաղն է այս իմպիչմենտի գործընթացի կապակցությամբ նույնն են առնելու։ Հայաստան դաշինքի մյուսներին փորձելու են շանտաժի միջոցով քաշել գործընթացի մեջ, վերջում առանցինը թռնողները հենց իրենք են լինելու։ Կանելու են կողմ, ասել են դե, եթե չի իմանում չանեիք, եթե վստահ չունեիք, չմտայիք այդ գործընթացի մեջ։ Չէիք ուզում, չսկսեիք։ Կարծում եմ ինչի մասին որ ուզում եմ այսօր խոսել, խոսեցի, բավական էլ երկար եղավ 1 ժամ 10 րոպե, գիտեմ հետո այս լայվի լսելը դժվար է լինում, բայց թեմաներ էին, որոնց մասին կարծում եմ ես պետք է ուրեմն անդրադառնայինք։ Իդեպ բարի լուր լսեցինք, շատ ուրախ լուր լսեցինք, որ Հովիկ Աղազարյանը որոշել է ընդառաջի ուրեմն Նարեկի եւ Էդգարի իմպիչմենտի գործընթացին եւ գործընթացը սկսելու։ Ողջունում ենք, որ ձեր հույսը Հովիկ Աղազարյանի հետ ավերջն աչքով իշխանապողության կապակցությամբ այնքան լուրջ է այս ձեր գործընթացը, այնքան լուրջ է, որ արդեն պիտի Հովիկ Աղազարյանի հետ դուք հույսեր կատեք։ Դե սպասենք առաջ ունենք, տեսեք ինչ առաջ գալիս, հետո այդ թեմաների մասին կարող ենք խոսել, ավելի լուրջ վերլուծություններ ներկայացնել։ Այս թեմաների մասին խոսեցի ժողովուրդ ջան, թեմաներ շատ կան, շատ ավելի կարող էին խորանալ, ավելի մանրամասնորեն կարող խոսալ, որոշակի պատճառներով հիմա դեռ շատ չեմ խորանում, բայց խոստանում եմ Եթե այս ընթացքը որ կա հարցազրույցներ, լայվեր, բաներ շարունակվի, մենք էլ պարտավորվում ենք այս թեմայի մասին պարտավոր ենք լինելու խոսալ, որտեղ մինչև այս խնդիրը մեկ մեր միջով չլուծենք, Նիկոլի դեմ պայքարը անիմաստ եւ անարդյունավետ է լինելու։ Նախ այս հարցը պիտի հստակեցնենք եւ հետո ամբողջ ուժով զբաղվենք Նիկոլի իշխանապողության հարցով։ Շնորհակալ եմ որ հետևեցիք ինձ, լավ մնացեք բարեկամներ, լավ շաբաթավերջը մաղթում բոլորիդ։ Հաջողություն ձեզ։